Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, ճիշտ է այս պահին ընթանում է Միսակ Մինասյանի աճյունի տեղափոխումը Փարիզի Պանթեոն, բայց մենք ունենք մեր նախատեսված եթերը, որը իրեությամբ էլ ավելի պակաս չէ, քան այդ արարողությունը, իհարկե իմ խորին հարգանքները Ֆրանսիային, իմ խորին հարգանքները Ֆրանսիայի ժողովրդին, Ֆրանսիայի կառավարությանը, Ֆրանսիայի նախագահին, ընդամենը ուզում եմ երկու բառով շատ կարճ ֆրանսերեն ասեմ, որ merci monsieur président, merci français։ Մենք իհարկե կանրադառնանք այսինքն հաղորդման ընթացքում այս թեմային, բայց քանի որ այս պայդրությամբ նաև ընթանում է այդ արարողակարգը շատ հուզիչ արարողակարգ, մենք տեսնում ենք, որ կան ազգեր, որոնք մեզանից ավելի ուժեղ հայ են։ Կներեք։ Ալո։ Դուք ուզում եք ես զանգահարեմ ձեզ մի քիչ հետո եթերով դա ներկայացնեք, որտեղ ես արդեն եթերի մեջ։ Եղավ, ես ուրեմն կզանգեմ։ Հա, ես մի քիչ հետո կզանգեմ, բարի։ Նեվ։ Ներողություն։ Մենք էլ մեր խնդիրներն ունենք, որը վերաբերում է Երևանին, լավ չշեղվեմ, նորից վերադառնամ, մենք տեսնում ենք, որ կան ազգեր, պետություններ, որոնք ավելի հայամետ են, ավելի հայ են, քան մենք։ Ազգեր պետություններ, որոնք կարողանում են հարգել, պատվել իրենց հերոսներին, այսինքն անկախ թե ինչ ազգություն է, որովհետև ես որ լսում էի ազգությունները, ես տեսա, որ այնտեղ տարբեր ազգությունների մարդիկ կային, այդ թվում նաև հայեր, եւ մենք տեսնում ենք, որ այլ պետությունը կարող է ավելի շատ հայ սիրել, ավելի շատ սիրել որ ասում են ազգայնական երկիր, չէ՞, մենք մեզ ասում ենք մենք հայերս եւ այլն, մի հատ էլ խնդրում եմ նայեք, ինչպես եք մենք վերաբերվում մեր հերոսներին, իսկ ինչպես է այլ պետությունը վերաբերվում այլ ազգության մարդկանց, ովքեր զոհվել են հանուն իրենց երկրի։ Մենք շատ սովորելու բան ունենք, սիրելի ժողովուրդ, մեր հաղորդման մեջ մենք հիմա կանդրադառնանք, այսինքն հաղորդման ընթացքում այդ թեմաներին, իսկ հիմա մեր ողջ անձնակազմը տեղում է, մենք անցնենք մեր նյութին, իսկ բնականաբար դեռ կվերադառնանք Ֆրանսիային, դեռ կվերադառնանք Միսակ Մանուշյանին։ Բոլոր անդամներն այստեղ են, պարոն Աբազյան, Անդո, Սասուն, Վայեղազարյան, Աննա Վարդապետյան, իր տեղակալ տհաճ մարդով, Քարամյան Բոզզի տղեն եւ իհարկե Ռուզիկ եւ Քրիստիկ։ Ուրեմն ներս ենք հրավիրում այսօրվա մեր հյուրերին։ Սպայկա ընկերության սեփականատեր Դավիթին, Եղվարդ Շին, ընկերության տնօրեն Սամվել Վարդանյան, 111 մանկապարտեզի հետ կապված նոր նորքի թաղապետ Բոզզի տղուն, Վազգեն Սարգսյանի քվր կուսակցությունից, Երևանի քաղաքապետ Բոզզի տղուն, սա ով է, այս հարցը լուծել ենք, Չախոյանին, տապորնարան ընկանեդևից, так, Վայեղազարյանը ստեղա, Մռուի, Իջևանի Մռուի պետին, Գրիգորյան Էդգար, Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև իմ երկու պոռնիկի տղեկին, Սամվել Շահրամանյան, նախկին Արցախի դավաճան նախագահ, մեր Մարտունա, Քևերը, Խոպանչիներ,
Համեցեք, պարոն խոպանչիներ, հետո նստեք։ Օրենքով գողեր, համեցեք, նստեք։ Նիկոլ Փաշինյան Ուրին Նաֆարով, կոմունալի պետ Երևան քաղաքի Արսեն Կարոյան, այո, եւ Կատվալյան Սաշա։ Սովա։ Հարություն Ազգալձյան, Հյուսիսային Մաքսատան պետ, Ֆերդինանդ Էդգար Ղազարյան, Առողջապահության նախարար Սևուկուլիկ Պորնիկ Բալիկ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, Սովա, կոմունալնան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գիգիշ, Всё, вся семья в сборе. Հավքեցինք յար գլուխ։ Так, ուրեմն բողոքներից, մենք հերթով անցնելով գնանք։ Սկսենք բողոքներից, ուրեմն Սպայկի Դավիթ, ահազանգում են քո աշխատողնիքը նորից, դու ըտեղ ունես ոման սուրեն, քո աչ ձերքնա, դրա կնիգներ քո կազնա, ատենց են գրեք քո աշխատողները։ Մարդիկ բողոքում են, որ դու քո չգրանցված վարորդների եւ բանվորների աշխատավարձերը չես տալ, այսինքն դու տվել ես, սուրոն չի բաժանում, փոխարենը սուրոն տունն ռեմոնտանում, սուրոն էթմա արտասահմաննի, սուրոն ֆրֆրմա, սուրոն ոտերսա ուտեմ։ Հիմա քո բանվոր դասակարգը, սիրելի Դավիթ, իմ միջոցով դիմում է քեզ, ասում է, դու փողը տալում ես, սուրոն կողմա իավորը։ Եթե սուրոն իավորը չի կողմ, այսինքն դու աշխատավարձը չես տալի, այն որ ինչ էր, Ռուստամյան, Ռոստոմյան բոզի տղուն էլ բերեք, պեկի։ Ուրեմն ընգեշ Ռոստոմյան բոզի տղա, որ ընգած ես խոպանչիների հետևից, ասում ես մենք օրենքը մտցրինք, բայց չգիտենք, որ խոպանչիկ մկա մարտունեցիկ հելնելու են մեզի ծծցնեն, ու շատ վատ է, որ մենակ մարտունեցիներն են փողոց փագե, խոպան են գնում Գյումրիից, խոպան են գնում Աշոտսկեից, Ղուկասյանի շրջանից եւ այլն, հետարքիր է, որ մենակ մարտունեցիկ հասկացան, որ իրանք պիտի գնան դրսները որտան, բերեն կողեն, Նիկոլի կնգավ որը, որ բջերին հավքի լծի սամալոտը, թռնի Մյունխեն, են Մյունխենի բոզի տղունել կանչի, մեղրի քաղաքապետինել կանչի, մեղրի քաղաքապետի կնգանել կանչի, Գագոին էլ կանչի, այդ սաղին տանեմ լծեմ ես, Գագոյի պաչեկի արակ, հանցի, Գագո, դու շացումով ես վերջին գալում ես վերջի ժամանակներս, նստի, Ես սրանց էլ սաղին տեղավորում ես պաչեկիտ արանքը, զբաղվում ես սերադասիրակությամբ, տես իշկան երկավատ նախադասություն, զբաղվի։ Ընգեշ Դավիթ, կամ դու ես սուրենին ծծցնում, կամ ես եմ քեզ նկատողություն անում, դե շատ կուլտուրական, այսինքն ինչ է նշանակում ունենալ չգրանցված աշխատողներ եւ վարորդներ, Ռուստամ Բադասյան, բոզի տղա, լսի, ու հիմա այս մարդկանց աշխատավարձը տեղ չի հասնում, այս մարդիկ էլ բողոքում են, խնդրում եմ անել հետևություն, ընկեր Դավիթ։ Քանի որ գնաց խոսք աշխատավարձերից, Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Ալո, Ալո, բարև ձեզ,
Բարև ձեզ։ Հալո, Բարև ձեզ։ արև ձեզ։ Պարոն Վարդանյան, ձեզ անհանգստացնում է Վարդան Ղուկասյանը հանրային դատից։ Մեզ դիմել են ձեր աշխատակիցները թվով 17 հոգի։ Եղվարդ Շին, Հասե Հրաչակոչար 14։ Ուրեմն ձեր աշխատակիցները բողոքում են, որ դուք չեք տալիս իրենց նոյեմբերից հունվար ընկած ներողություն նոյեմբեր, դեկտեմբեր ամսվա աշխատավարձերի 30%-ն եք տվել կանխիկ, հունվարը вообще չեք տվել։ Հետաքրքիր է այդ իմանալ, ինչի չեք վճարում ձեր աշխատողների աշխատավարձը։ Հարգելիս, ուրեմն մեր մոտ այդ բանը Եվրոյի կուրսի հետ կախված մեր ընկերությունը շատ մեծ վնասներ ա կրել։ Հետո Հերթով սենց ոնց որ ասած ապերից վաճառելով մի կետ փակում եք, շուտով մի մոտակա միջև մի ամսվա մեջ բոլորը իրաց աշխատավարձերը կստանան։ Եվրոյի կուրսի անկումը ինչ կապ ունի բանվոր դասակարգի աշխատավարձի ուշացման հետ։ Նոյեմբեր ամսից մարդը փող չի ստացել, փետրվարը պրծանք։ Մարդիկ գործադուլ են անում, դուք փոխանակ աշխատավարձ տաք, դուք մարդկանց բան եք անում, ազատում եք աշխատանքից։ Ինչ չէ։ Մարդիկ բողոքում են 21/01/24 թվականին գործադուլ են արել, 2 օր անց բոլորին ազատել եք աշխատանքից։ Գործադուլ են, չէ, գործը վերջը տվել է ուրիշի, մեր գործերը լրիվ դադարելա, մի անգամից ընկել է բանի տակ, մի խոսքով ծանր դրության մեջ է գտել, ցնակացվա ես իդա, իհարկե, բայց ես փորձում եմ չցնկանալ ժողովրդի աշխատավարձը փակել, ցավը փակել։ Ես ցավում եմ, որ ձեր հիմնարկը գնում է սննկացման, բայց բանվոր դասակարգի աշխատավարձը ուտել չտալը, դա շատ ներողություն, շատ վատ բան է։ Դուք կարախ պետության նկատմամբ ձեր օրինակ ես որպես մարդ գտնում եմ, որ կամ պետական գործիչ, ես գտնում եմ, որ պետության նկատմամբ դուք ձեր պարտականությունները կարախ չկատարեք, բայց ժողովրդի աշխատավարձը տվեք։ Պարոն Ղուկասյան, եթե չեք կատարում, հարկային է պարկ, հաշիվները կալակի տակ, ես որ կանխիկ տվել է, այդպես ասեք, բան է ծախում, Հիմա դուք ինչքան ժամանակում է, ձեզ ինչքան ժամանակապես, որ դուք ժողովրդի աշխատավարձ տակ ես 17 հոգու։ Ես շատ խնդրում եմ փոխանցեք, որ ամենաուշը մի ամսվա մեջ բոլորը Չէ, մի ամիսը շատ ուշ է։ Մի ամիսը շատ ուշ է։ Դե, չգիտեմ, ով որ շտապ բանի մեջ է։ Բոլորն են շտապ բանի մեջ, դուք նոյեմբերից փող չեք տվել։ Նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար։ Չէ, եթե դուք տունը ծախածը եք 17 հոգու աշխատավարձի չէր։ Բան այդ ինչքան է ստանում ձեր բանվորը։ Մեր բանվորները եղել է 200-300 հոգի։ Ահա։ Մի անգամից այդքան ազատվել է գործից, մի անգամից, որովհետև օբյեկտը տվել են ուրիշի, ոնց որ ասես կուրսը գելա, նա է ասել, ես շատ ուզեմ, ես ձեզ շատ հարգում եմ։ Շնորհակալություն։ Այդ հարցը բարձրացնեք, եթե ասեք տեպերը շահել եք, ասեք եվրոն եղել է 600 դրամ, հետո եվրոն իջա 380 դրամ, ոչ մեկ դրա համար ոչ մի բանով չաջակցեցնեք։ Ու հիմա ինչ են արում, հաշիվը դնում եք կալանքի տակ, չեն աշխատավարձ չեն թողում տակ, եկած գումարը հետվա պետությանը, ասպետ դուք տվեք պետությանը, աղաց աշխարհը բերեք փակեք։ Ես հետա գողություն ամեն բերեք պետության հարգերը տան, ոնե չեն թողում աշխարհը, էլի։ Չէ, ես ես հորդորում եմ պետության հարկերը մղել 3-րդ պլան եւ այս 17 հոգու աշխատավարձը տալ մնացածը։ Չէ, բարե, ցավը բարե, պատկերացրած։ Մենք պետություն չունենք։ Ոչ մեկի չեմ հրաժարվել, ես այդ մարդը չէ, բոլորն էլ այդ զանգողներն ինձ շատ լավ գիտեն, որ այս 10 տարի ապորտս աշխատում եմ, մի անգամ տես բան չի։ Ես ուրեմն
Մենք սպասենք մինչև մարտի 10-ը դուք բան փորձեք այս 17 հոգու աշխատավարձը տալ։ Հա, Եղավ, հաջողություն ձեզ։ շատ կոնկրետ այս Call ended. Այսինքն մենք կորցրել ենք 200 աշխատատեղ։ Մարդը տենդերը շահել է։ Պիտի ի աշխատանքն անես, Եղվարդ շինը որտեղ աշխատել է Արտաշատի մայր ջրանցքի վրա։ Հետո բոզի տղությունը արել են 200 աշխատատեղ միանգամից գմփ, կամպանիա գմփ, բանվոր գմփ, սաղ գմփ, ու այսքանից հետո բոզի տղեն գնամա Մյունխեն կայնեմ, սրա գովտն են անում, են խերի դանգրատնել հետևը նստած, որպես Մյունխենա հայություն։ Ինչ է դրա այդ անազգան, ես անդադ Ստյոպա Սաֆարյան, թե Ստյոպա Սաֆարյանը Մյունխենա հայերի հետ հանդիպմանը ինչ էր անում, ես չգիտեմ, երևի Մյունխենում է ապրում Ստյոպա Սաֆարյանը, են առնանդամի պատվանդանը, յա ագարկական կավորներ պիտի վեկալել են սամանական դատանի կակավեր են կցած, գնային նստեին ընդե, որպես Մյունխենա հայեր, բոզի տղեք։ Այսօվա, Battery Մյուսը։ 100%. հերթով է թմենք, Galaxy S22 Ultra. հերթով։ Մյունխեն։ Ինձ փոքր ավելի ուշ կզանգեմ, ուրեմն ես երեք մեզ զանգահարում է Միկին, ես ուզում ասեմ, որ այս զանգերի մեծ մասը, որը որ դուք տեսնում եք սելի ժողովուրդ, դնում է եթերից դուրս, այլ ոչ թե եթերի ժամանակ, օրինակ երեք զանգահարել է Միկին, ում հայրը հոսպիտալիզացվել է Best Life բժշկական բանը կենտրոն, Ձախակոմյան ախտահարված բանով թոքաբորբով, շատ մեծ սուրշնչառական անբավարարությամբ, մարդը աշխատում է ամերիկյան կամպանիայում, այսինքն ինքը քաղաքացին, Սարգսյան ՍՊ-ն, բան այդ հիվանդանոցը բնականաբար վճարովի է, դուք գիտեք, մարդը ունի ապահովագրություն, ինշուրանս, զանգահարում են ապահովագրական ընկերություն, Armenia Insurance, զանգահարում են, ասում են, մենք ձեզ կարանք տանք 6 միլիոն դրամից 30,000 դրամ, վսո, վեկա դավայսիկ դիրեղի, ասում են, եթե մենակ թոքի կատենա 35,000 դրանք, ու 30,000-ը մենք ինչ անենք, հիվանդը ճարահացել տեղափոխվում է տուն, զանգահարեց դուստերը դիմեց ինձ, հասկանալով հիվանդի ծանր վիճակը, ես որոշեցի ինքս անմիջապես խառնվել եւ զանգահարել։ Զանգահարում եմ նորից Armenia Insurance, ժամը 9:36, 10 րոպե տևած մեր խոսակցությունը, որի ընթացքում խոսեցի առողջապահության բաժնի պետի հետ Անահիտ Կոնջան, եւ Տիկին Կոնջան ասում է, վայ գիտեք ինչ, մենք ամբողջությամբ պատրաստ ենք բանը փոխհատուցելու բուժման ծախսերը։ Ինչ թիվ մեզ հիվանդանոցը տա, մենք այդ թիվը կփոխանցենք, որ մարդը բուժվի։ Ասում եմ, բայց եթե տենց բարի հիմնարկեք, այս մարդը, որն աշխատում ամերիկյան կամպանիայում RGS Promote, ինչ-որ ասես մի հատ քֆուր, բայց ինչի է հելը եկե հետ, եթե դու գումարը պիտի տակ 6 միլիոն դրամից 30,000 դրամը որն է։ Տիկին Կոնջանը պնդեց, որ չէ, գիտեք, դուք սխալ եք հասկացել, հիվանդն է սխալ հասկացել, մենք պատրաստ ենք փոխհատուցելու ամբողջ բուժման ծախսը։ Ահա, այսինքն եւ նորից
Մենք գալի կանգնում ենք հայտնի արտահայտության վրա, տերովին տերնա տարե, անտերին Ղուկասյան Վարդանը։ Այսինքն եթե Ղուկասյան Վարդանը չպատասխաներ այս ահազանգին, չվեկալ է չզանգիր, քաղաքացի Սարգսյան ՍՊ-ն ծնված 62 թիվ ամեն հավանականությամբ կմնար իր տանը, իր սուր շնչառական անբավարարությամբ, թոքաբորբով, իր ցավով կտապակվեր։ Սաղ կմնար, չէ, եկնային գրասենյակս հենակալած պատրաստ անսահմանափակ հաստիկացուցակ ունի, կվեկալի եւ վերջ։ Բարդակ։ Կատարյալ բարդակ։ Եվ սա համատարած բարդակ։ Սա ինչ ասեմ։ Battery 100%. Ալո։ Այո, Ալո, բարև ձեզ, Տիկին Գինոսյան։ բարև ձեզ, պարոն։ Ես կարճ նախաբանը ներկայացնեմ եւ իմ հարցը տամ ձեզ։ Ուրեմն մեզ դիմել էին 111 մանկապարտեզի վերաբերյալ, որը գտնվում է Երևանում 5-րդ մասիվ, որ 5-րդ մանկապարտեզը գտնվում է շատ անմախիթար վիճակում։ Անմախիթար վիճակի հետ կապված տեսանյութը մենք արդեն տեղադրել ենք իմ Telegram կանալ, իսկ մանկապարտեզի տուալետ, մուալետ, բուֆետ, ներս եւ այլն չենք տեղադրել, նախապես ասեմ, գտնվում է շատ նորմալ վիճակում, այսինքն խնամված է, մաքուր է, ոչ թե կեղտոտ է, խնամված վիճակում։ Ես խնդրել էի ավականու անդամ Անուշ Գինոսյանին այցելել 111 մանկապարտեզ, իր աշկով տեսնել եւ իր աշկով հասարակությանը զեկուցել, նամանավանդ երևանցիներին, ինչ վիճակի մեջ է գտնվում 1974 թվականին կառուցված մանկապարտեզը, որը մինչև օրս վերանորոգման չի ենթարկվել ոչ մի անգամ, մենակ ինչ-որ տանիք են փոխել եւ վերջ։ Տիկին Գինոսյան, դուք այցելել եք ինչ վիճակի մեջ էր, քանի սան կար այդ մանկապարտեզում եւ ձեր տպավորությունը որպես ծնող։ Ուրեմն ներկայացնեմ 168 սան էր հաճախում մանկապարտեզ, այսինքն 6 խումբ։ Այնինչ եթե մանկապարտեզի ամբողջ շենքը օգտագործվեր, այնտեղ 168-ին եւս կգումարվի մոտ 300 երեխա, այսինքն այն դասված երեխաները, ովքեր միջև դպրոց գնալը դեռ սպասում են հույսով, որ իրանց հերթը հասնելու է, եթե մանկապարտեզը վերանորոգվեր, այդ բոլոր երեխաները կհաճախեին։ Ուրեմն այսպես ներառական կրթության մասնագետ չունի մանկապարտեզը, բայց ունի խնդիրով երեխաներ, որը որ Էրեբունի մանկապարտեզում արդեն կար, գործում են, հոգեբան ունեն, լոգոպեդ ունեն, շատ լավ կլիներ, որ այս մանկապարտեզում է լիներ, որովհետև խնդիրով երեխեքը մեղավոր չեն եւ պիտի նստեն տանը։ Ուրեմն տանիքը վերանորոգվել է 23 թվականին, մանկապարտեզում կա ապաստարան, կահավորվամ, դեղորայք եւ անկողին արդեն այնտեղ կա։ Ջեռուցումը կա ու գիտեք ամենահատկանշականը որն էր, որ ի տարբերություն թող ինձ ներեն մյուս մանկապարտեզի տնօրենները, որ այս մանկապարտեզում տնօրենի կաբինետը նույն վիճակում էր ոնց որ խմբերը, այսինքն փոխված չէին, իդեալականի բերված չէր պատուհանները, դուռը, կահույքը, նույն հասարակ, հին պատուհանները, դուռ եւ այլն, պարզապես կոկիկության բաճկին կա։ Բայց նաև նշեմ, որ շենքի հենասյուները բոլորը խորը ճաքերով էին, ինչը որ ես մանրամասն ներկայացրել եմ։ Այսինքն շենքը վթարային է։ Այո, հաստատ վթարային է, որովհետև ինքը այդ ճաքերը չի կար, այսինքն կողքից ինքը որ ասում են մենք ուղղակի ամրացնենք, այդ հաստության պատերը ամրացնելը անիմաստ է, պարզապես պետք է նորից ինքը բավականին լավ կառուցված է եղել ու այսքան տարի ինքը Դե սովետի սարքած է։ Սովետական միությունը միշտ էլ որակով է սարքել, ինչ ուզում ասեն։ Այո, հաստությունը է որ անասելի, ես ուղարկել եմ բոլոր նկարները մանրամասն Իսկ թաղապետը այդ մանկապարտեզ այցելել է։ Տեսել է իր տարածքի մանկապարտեզի վիճակը, որ վթարային է։ Թաղապետը ոչ, բայց իմացա, որ այցելել են քաղաքապետարանից, շինվարչության եւ կրթության բաժնի աշխատակիցներ այցելել են, շրջել են ամենայն հավանականությամբ, որպեսզի շենքի ամրությունը հասկանան ու երևի թե որ թվականի շինարարություն
որ թվականից սկսեն շինարարությունը։ Եվ որ թվականից պիտի սկսեն, ինչ են ասում։ Ասվել է, նու պաշտոնապես չի հայտարարվել, բայց խոսք կա, որ 24-25 թվականին է նորոգվելու, բայց ամրացվելու է, ոչ թե հիմնանորոգվելու, չնայած որ այդ մանկապարտեզը ունի հիմնանորոգման հարկ։ 60 տարվա մանկապարտեզը սովետը ոնց հանձնելա, այն ձև մնացել է, այսինքն այդ մանկապարտեզը ակնհայտ է, որ ունի կապիտալ հիմնանորոգման կարիք։ Դե մենք գումար չունենք, մենք գումար ունենք Snoop Dogg-ի համար, հա, ասեք։ Եվս մի բան նշեմ, որ այդ մանկապարտեզի այն հատվածները, որը որ նկարել ուղարկել էին ձեզ, դրանք մանկապարտեզի այն մասնաշենքերն են, որոնք վաղուց չեն օգտագործվում, իդեպ 90-ականներից միթե բոլորովին վերջերս մանկապարտեզի շենքի որոշակի հատվածներ տրվել Ֆիլանտրոպ, Գազպրոմ, Վիրահայեր ընկերություններին վարձակալության։ Վերջի ժամանակներս նոր խզվել է պայմանագրերը եւ նախատեսված է, որ մանկապարտեզի վերանորոգման կամ հիմնանորոգման ժամանակ այդ ամբողջը կներառվեր, այսպես ասած։ Ինքը բավականին մեծ տարածք է։ Ես կխնդրեմ ձեզ, որ դուք քաղաքապետարանից իմանաք, երբ է նախատեսում այդ մանկապարտեզի կապիտալ վերանորոգումը։ Կա ծրագրում նման բան, թե ոչ։ Ու շատ հետաքրքիր է, որ ընկեր Վազգեն Սարգսյանի քվոր թաղապետը, որը վերանգած մասիվում, մինչև օրս չի բարեհաճել այցելել իա վթարային մանկապարտեզը թիվ 111, իսկ երևանցիները ձեն են տվել այդ անբարոյականի զավակին։ Շնորհակալություն ձեզ, ես խնդրում եմ հետաքրքրվել մանկապարտ, ասեք։ Քանի հնարավորություն առնվել մի բան էլի, ասեմ, Տիկին Էսմայի շնորհակալությունն եմ ուզում փոխանցեմ, քանի որ Տիկին Էսմանովա թողարկավորումը վերականգնվել է։ Տիկին Էսման, մի րոպե, էտեն երեխաներ, որ ասել էին, թե ձախլի կա, բայց մարդը ձեռը ձեռից կարճ է։ Ես հիմա ձեզ ուղարկեմ նկարը, թե կոմիսիայի ժամանակ չափումներ արեցին, աչքն ու ձախը ինչքան էր իրարից տարբեր։ Հա, դա մի րոպե շատ լավարիք որ բան արեցիք, այդ հիշացեցիք, ինչ եղավ այդ երեխու հարցը։ Ուրեմն տեսեք, չափումները մանրակրկիտ արվեց։ Պարզվեց, որ աջ ձեռքը թերաճ է, այսինքն ոտքն էլ կարճ է երեխու, ձեռքը արմնկի հոդից ինքը նյարդը չի սնուցվում, այսինքն չի աճել, ձգվում է, ասել էին ձախլիկ է դրա համար։ Պարզ ակները վերևում է։ Վերականգնվեց, այսինքն այն 18% որ տվել են եւ կտրել են երեխուն թոշակից, անմիջապես բարձրացավ 34 եւ երեխու թոշակը վերականգնվեց։ Դու գնացել եք, չէ՞, անձամբ այդ բժշկական, Հա, ես ուրեմն հիշեցնեմ, ես մոռացել եմ, ես հիշեցնեմ, որ խոսքը վերաբերվում է անչափահաս մի տղայի, ով մանկական հասակից ուներ մանկական հաշվանդամություն, ճիշտ է։ Մանկական հաշվանդամ բանով DCP-ով եւ բժշկական հանձնաժողովը ասել էր տղա ջան, դու ձախլիկ ես, դու DCP չես եւ կտրել ես թոշակից ու մանկական հաշվանդամ կատեգորիայից։ Մեր հաղորդումով խնդիրը բանը բարձրաձայնվեց, ոնց հասկացա հանձնաժողովը նորից նշանակել էր նորից հանձնաժողով, ներկա գտնվեն նաև Ավականի Անուշ Գինոսյանը եւ քաղաքացու Բալիկի, ուզում եմ ասել զինվորի եւ երեխայի հաշվանդամությունը որպես մանկական հաշվանդամ վերականգնվեց։ Նորից եմ ասում, տերովին տերնատար է, անտերին Ղուկասյան Վարդանը։ Եղավ, շնորհակալություն ձեզ։ Ես հիմա նկարներ կուղարկեմ, որ դուք Չէ, ես հավատում եմ։ Ինչքան է տարբերությունը։ Մենք սիստեմատիկաբար ստանում ենք բողոքներ այս հաշվանդամության կարգ տվողներից, իրական հաշվանդամներին հանım շպրտում են դուրս ասում են դուք լավ եք գնացեք, բայց այն առողջ մարդկանց որ պասպորտի մեջ 50,000 դրամ, 30,000 դրամ, 40,000 դրամ դնում տալում են, դրանց խփում են հաշվանդամ։ Դա այդ ավանդույթը կա եւ այդ ավանդույթը շարունակվում է։ Շնորհակալություն։ Ես իդեպ պարոն Ղուկասյան ունենք ժամանակ։ Ասեք։ Ես այդ օրը մի երեխա էլ հանդիպեցի, ով 5 հիվանդություն ուներ, 6 տարեկան երեխա է։ Այդ երեխուն էլ էին կտրել, կրկնակի զնմաններ եկել, ես համարը վերցրել եմ, վաղը կզանգեմ, ես կհասկանամ, արդյոք այդ երեխուն գոնե տվել են այդ 6 հիվանդությամբ
տվել են թոշակ, թե նորից կտրվել է, որովհետև ես իրականում ձեզանից ցույցություն չեմ հարցրել, բայց որոշել եմ։ Լավ եք արել, չէ, եթե նման բան նկատում եք, լավ եք անում։ Դուք վեկալ եք ֆիքսեք, եք փոխանցեք մեզ, մենք եթերով կանդրադառնանք, եթե հանկարծ այդ երեխային էլ բանը կտրեն։ Անպայման։ Լավ, շնորհակալություն։ All ended. Անցնենք առաջ, այս մանկապարտեզի թեման։ Ստեղ ուզում եմ Երևանից սկսենք խոսել, ոնց որ ես հասկանում եմ, հետո կանցնենք առաջ։ Ուրեմն խոսենք Երևանից։ Այն որ Երևանում տիրում է խայտառակ իրավիճակ, այն որ ասում է գրուկ պեչատուկ։ Չխոսել Երևանից հնարավոր չի։ Նախ ուզում եմ անդրադառնամ Արթուր Չախոյանի, չնայած վերջերս ինքը շատ վատ է պահում մեր հանդեպ, բայց եւ այնպես այս մարդը բարձրաձայնում է բան խնդիրներ, որին որ բանը պարտավոր ենք անդրադառնալ։ Հիմա Ինգեր Արթուր Շախոյանը տեսանյութ էր տեղադրել, որ հելը գնացել են բուլեժնիկների հետևից, Երևանից քանդում են 100 տարվա, 50 տարվա որակյալ բուլեժնիկները, տանը կողում են եսիմ մամայի դլոն, փռում են անորակ ասֆալտ, որը մի ամիս հետո սենց ճիկույտով կարելի է քանդել, դա մենք տեսել ենք։ Ստեղ հիմա հարցը այն չի, որ գնացել է Արթուր Չախոյանը, նկարեց, on-line մտած, երկու բոզի տղա տապորն առած հարցակման վրեն, ատենց էլ ոչ մեկի ոչ կլանավորին ոչ բան արեցին, հիմա հարցը նա է, թե ով է այն պոռնիկի ծնունդը, ում վրա մեկ այլ վայ, մեկ այլ պոռնիկի ծնունդ, սիսի ագարկի թուլեն, ծախմա էտա բուլժնիգնի։ Ուրեմն, այդ ղախպի տղենով չեր թողը մեր ինտիլիգենտին մտներ տարասկ, ոմն գալուստ, երորդ մասից ғրերի փոսից, նախկին ոստիկան կարմիր պերետավոր գանդոնի բալա, են որ չեր թողմ Արթուրին մտներ տարասկ։ Որդին, ինչ ընտանիք, որդին, սրա որդին Վլադիմիր Գալուստի Ավետիսյան, գրի Աննա Վարդապետյան, գրի Աբազը չնայած արձակուրդի մեջ է, բայց տեա դու էլ գրի խիար Վլադիմիր Գալուստի Ավետիսյան, հիմա կասեն ինչի գնաս կպավ տղուն, հեսա կասեն ցրտված 1993 թվականի Ուրեմն այս այն որ չեր թողն որ նկար, այսինքն սա սրանք էս գալուստ ենք կան մարդիկ, կան հայեր, Հայաստանի քաղաքացիներ, որոնց որ պետքա без суда и следствия կախաղան բարձրացնել։ Վերջացավ, մաքրել, սանիտեք, մաքրել։ Դրանցից մեկը այս բոզի տղա ընտանիքն է։ Ուրեմն սրա տղեն Վլադիմիր Գալուստի Ավետիսյանը 2012 թվականին ցուցադրվե գաստրոլ, խուլիգանություն, ավտոմատն հաներա, գրծրելա քուչի մեջ 03-09-2012 թվականին կրակահերթ 7.62 միլիմետրանոց փամփուշտներով բնակելի շենքերի ուղությամբ Պատրոնները գնացել են, լուսամուտը թակել են, մտել են մարդու տունը, մարդի համար նստած հացուսող կուդեր, մեկը շրախ պատրոնները գմ մտել են մարդկանց տները։ Ովա Վլադիմիր Գալուստի Ավետիսյանն է, նույն ինքը Գալուստի բոզի տղեն, ով չեր թողում Արթուր Չախոյանին նկարել բուլեժնիգները։ Այդ դեպքով բիջը դատվում է։ Ուրեմն ավտոմատն առնել, ուրա դատական գործ լրագրողներ գրեք։ ԵՇԴ Երևան Շմավոն Դավիթ դրոպ 0022 դրոպ 01-13 Դատավոր Սուրիկ Կոստանցյան Սուրիկ Կոստանցյանս ավտոմատն առած խուլիգանական վարքագիծ դրծել ապօրինի զենք, զինամթերք, ուրիշի կյանքի համար վտանգավոր ճանապարհ դրել գրսրե եւ այլն, վեկալ է տվել են 5 տարի։
Հիշեցնեմ, Վարդան Ղուկասյանին 350,000 դրամ մարմնավաճառից իբր շորթում կատարելու համար իմ մեջը կողին 4 տարի, ստեղ 5 տարի, որ ավտոմատները եւ այլն։ Գալիս է Նիկոլ Փաշինյանի իշխանությունն մարտնազատուցին կայֆավատ հայտնվում է դրսում։ Ցամենու չի։ Հետո նույն այս բոզի տղան Վլադիմիր Գալուստի Ավետիսյանս ընկնում է հերթական համերգի մեջ թմրանյութ խոշոր չափի թմրամիջոցներ ապօրինի զենք զինամթերք երկրորդ դատական գործը ԵԴ Երվան Դավիթ դրոպ 0667 դրոպ 01 դրոպ 21 թվականին դատավոր Արտուշ Գաբրելյան ապօրինի թմրանյութերով որպես բարիկ բոզի տղա դեղեր ցրող զենք զինամթերքով բռնումա ոստիկանությունը ձերբակալումա կալանավորումա եւ այլն վեկալում են տանում են դադարանի դալիճ որ Արտուշ Գաբրելյանս դադանի եւ չգիտես ոնց ամբաստանյալ կամ նույնքը մեղադրյալ Վլադիմիր Գալուստի Ավետիսյանը ծնված 1993 թվականին ձեռնաշխտաներով անհայտանում է դատարանի դալիճից մինչև օրս չկա Մարդը դատարանի դալիճից կուրում է չկա ուրա բոզի տղաբոզին էմա կորում է ու մինչև այսօր չկա 21 թվականից դատա է թմո հետա խուզում Արտուշ Գաբրելյանը դատա անեմ առանց այս բոզի տղու իրանք յանց հարկվում են տղեկով նստում խոսում են դատախազով չայ կոֆե պատանցու եմ քրիստիկը էկլերա մատուցում ծոպրծնում բայց պապան էլ շարունակում է Երևան քաղաքը ծծցնել Հիմա առաջանում է հարց ով էր այն հովանավորը ով օգնեց այս բոզի տղային փախնել դադարանի դալիճից Ոնց եմ սիրում ես Ռուզիկին ասենց բիթի կնիկ գոյություն չունա ոնց որ ասում էր մեր հարևան Զոյան չունա ասենց բիթի ասենց արա կողնորոշող տեսքով բուսաթով ռեմոնտով չգիտես եկնային գրասենյակին բնորոշ գեղեցկությամբ ասենց կնիկ նեմա Սիսի Ահա վարքանական է, աղջի դու պիտի գնայր, բանում աշխատեր, դա դատախազ կանի, դու ինչ ես եկե մտե բժշկություն, այ մարդ։ Գագոն հելը 10 ժամ մտածում է, ում անունը տա, վարքանական, կնի կարմատ ասեց սիսի։ Աբաս, դու սես աշխատող ունես, բախի, արակոնորոշվող, որ այս ընտանիքի general sponsor ոչ ավել, ոչ պակաս, սիսի, Եվ այդ բուլժնիգները, որը որ ծսնում է նորմալ որակյալ սովետի խփած, գերմանացու պլենների կոմից խփած, այդ սաղ գերմանու պլենները, Պավլուսով հետ մարշալ, սիսի անձամ ծսնի ագարկա կնգատ։ Գերմանացու խեր կնիկը ծծած կա, դասիս վաս, դասիս խեր, ասեն ու կողեն կնգատ բլդուղը, իհարկե ոչ, ասա է, ասա, բա, Ու հիմա Երևան քաղաքը այս բուլժնիկն որ Չախոյանը վեգալ է վազում էր Չախոյան դիմացինի տղեն ով որ քեզ չէր թողում նկարել հետախուզման մեջ է Այդ նույն քեզ խոչընդոտողի գեներալնի սպոնսորը Սիսի Բոզի տղեն է որը ծսնում է Երևանի փողոցները եւ բուլժնիկները ասեք կանենք Երևանցիներն էլ հավատացին ասեցին այս Բոզի տղեն էլ աննմա Խտրեմ, սա որպես ինվորմացիա ընգես Չախոյանին և Չախոյանի վրա հարցակված բոզի տղեքի մասին, մինչև այսօր մարդը հետախուզման մեջ, աբազը չի կարում կտնի, ենվեդեն չի կարում կտնի, դուլնայի, 2-3 տարի չեն կարում կտնի, բայց պապան դրած Երևան քաղաքի բուլժնիկներն առնեմ, որ հետո տանից բա որ ամպիտանա, բոզի տղեկու վրա եք ծախում, հետո վրա եք առնեմ Ասնենք առաջ Ինչ-որ մեկը ուզում է խերրոց ուտի աշկից Ուղի եթերի ժամանակ զանգում
Երևան քաղաքի հետ կապված, քանի որ խոսք գնաց Երևան քաղաքից, ես երեք ինձ մեռան ուղարկելու, այսինքն դեմից ուղարկեցին երկու լուսանկար Երևան քաղաքի աղբի վերաբերյալ, աղբ, փոսեր, աղբ։ Ես հայտարարեցի ֆլեշ մոբ, խնդրեցի մեր երևանցիներին նկարել Երևանյան աղբը, ես ինչ վիճակա գտնվում ձեր բնակելի շենքերը, եւ մինչեւ հիմա ես ստանում եմ նկարներ։ Իմ Telegram կանալը վերածվել աղբա ինֆորմացիոն բլոգի։ Ես արդեն վախում եմ մտնեմ Messenger, որովհետեւ ամբողջ Երևանը ինձ Messenger-ով ֆոտո, վիդեո, աուդիո ուղարկում է թե ինչ վիճակի մեջ է Երևանս, այն որ գրել ենք Երևանս։ Խնդրեմ։ Մի րոպե։ Միտս ընկավ։ Էսեցիա։ Մի վարք։ Ոնց եմ զզում ես ես գովազներից, Աստված։ Գովազդ հորինողին դագաղը դնեմ։ Հա։ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Սա հնարավոր չի չխոսալ առանց երաժշտության։ Ամբողջ Երևանը սկսեց նկարահանել եւ ուղարկել այն աղբը, որի մեջ շորթաղված է Երևանը։ Գումարած նրան նկարահանեցին ուղարկում են այն փոսերը, այն անմարդկային փոսերը, որով պատված է ամբողջ Երևանը։ Եվ ամենասարսափելին նա է, որ երևանցին այս ամենը հանդուրժում է։ Երևանցին այս ամենը տենում է ու ձեն չի հանում։ Ինչ արեցի ես։ Ես վերցրեցի այդ բոլոր նկարները, դրանց ընդամենը 1%-ը, կրկնում եմ, 1%-ը։ Եվ տեղադրում եմ Telegram կանալ, Facebook, որ տենան, ու արդյունքում մե աղմուկ, մե աղաղակ, մե պանիկա, կտանք պատասխանատուներին։ Արսեն Կարոյան, կոմունալի պետ, և Կարտվալյան Սաշա։ Մի րոպե։ Ալո։ Ովա։ Տղաժան, դու չես տենում ես եթերի մեջ եմ, թաղեմ կեզ, չես անգամ։ Բալեր ձեզ, խերը կլող ձեզ։ Battery 100%. Call from Կաներեք։ Call from 3. Call from 3743371. Ինչքան ասես թափարելն է երկնքի Call ended. Երևանս Ու ես ամբողջ աղբի հետ կապված, կյանքի ճանթաներով եթե քաղաքապետ կոչվածը, քաղաքապետարան կոչվածը չի կարողանում անգամ աղբ հավաքել, չի կարողանում անգամ ձուն մաքրել, ու ես բոզի տղեկը
ցանկանում են հետագայում էլ երկիր կառավարեն ու շարունակում են պաշտոնավարել։ Ուրեմն հավարով մեզ գալիս է տեղեկություն, որ գիտեք ինչ, մենք քիչ ենք հասցնում մաքրել, որովհետև 26 մեքենայից, 25-26 մեքենայից աղբահանող աշխատում ընդամենը 5-6-ը։ Բասում ենք են մնացածը քիչի աշխատը, ասում են մնացածը վառել են։ Այսինքն մատորնա վառվե, յուղնա վառվե, ավելի շուտ դրա վերաբերյալ թե ինչնա վառվե, մենք հեսա եկեք մի հատ զանգահարենք մեր մյուս ավականուն եւ տեղում հարցնենք, թե ինչնա վառվե։ Ավելի կոնկրետ։ Ալո, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Ես ուրեմն զանգահարեցի ձեզ, որովհետև իմ խնդրանքով դուք այսօր այցելել եք ընդեղ հեռուստատեսության ձենը խնդրում եմ մի փոքր կամացասեք կամ բան արեք, դուք այցելել եք բանը կոմունալ ծառայություն կապված աղբահանության հետ։ Ես կխնդրեմ մի հատ ասեք ինչ տեսակ, ոնց տեսակ եւ ինչ վիճակի մեջ է Երևանի կոմունալ ավտոպարկը։ Պարոն Ղուկասյան, նոր վերադարձա Շիրակի 88/6 գարաժներից, որտեղ կայանվում են այդ կոմունալի բոլոր աղբատարները։ Ուրեմն կանգնած էին բոլոր աղբատար մեքենաները եւ վերանորոգման փուլում էին։ Ես նկարանել եմ, եթերից հետո ես ձեզ կուղարկեմ տեսահոլովակը։ Մի րոպե, քանի մեքենա էր վերանորոգվում։ Այնտեղ շատ էին 25-ից 26-ից ավել ավտոմեքենաներ կանգնած էին։ Որ չեն աշխատում։ Այժմ դե վերանորոգման փուլում էին, կանգնած էին։ Ոմանք վերանորոգվում էին, ոմանք ուղղակի կանգնած էին։ Դե իհարկե այնտեղ ես մտա ներս եւ նկարահանում էի, ինձ մոտիկացավ պարոն Կատվալյանը, քանի որ պարոն Կատվալյանը նոր է նշանակվել, դեռ մեկ ամիս էլ չկա։ Հետո Ես չեմ ուզում մեղադրել նորանշանակ կոմունալի պետին, որովհետև դե ինքը գիտեք, դեռ նոր է։ Ես ստեղ ձեր հետ ուզում եմ կներեք, չհամաձայնվեմ նոր թե հին, ընդհակառակը նորը պիտի ավելի լավ աշխատի, բայց մենք տենում ենք, որ բաբշե չեն հանում Երևանից։ Ես ուզում եմ հասկանամ 25 մեքենա ինչի է կանգնել վերանորոգման։ Այդ 25-ը բամ չացավ։ Մեզ տեղեկացրեցին, որ գնումներ է կատարվել, դա ես վաղը դիմումի կարգով կդիմեմ այդ գնումների բաժնին, որ մեզ տեղեկացրեցին, որ 1 տոննայից ավել վառված յուղ են գնել, որը պետք է գնվել նորմալ յուղ։ Գիտեք, այնտեղ նասոսները վառվում են, եթե Մի րոպե։ Այսինքն ավտոպարկը մատորի յուղը առե մի տոննա, բայց մաքուր թազա յուղի տեղը առելա օգտագործած յուղ, ես ճիշտ հասկացա։ Օգտագործած յուղ, վառված յուղ, ու այդ վառված յուղը լցել են ավտոյի մատորների մեջ, այդ 25։ Դե այդ դեպքում նասոսները գիտեք, շուտ արդեն դուրս է գալիս իրա։ Ես ուզում հասկանամ այդ ով է արել, այս հիմա եթե Կատվալյանը այդպես բանա հայտնաբերե, հաղորդում քիչ չի տվել դատախազություն։ Բա ով հայտնաբերե։ Ձեր տեղադրած այդ ամբողջ տեսահոլովակներից հետո, որ ամբողջ տարածված է, որ չեն կարողանում աշխատում են ընդամենը շատ քիչ ավտոներ, 5-6-7 ավտոներ, մեզ տեղեկություն հասավ, որ ավտոները փչացած են։ Դրա համար ես հատուկ այցելեցի այս ժամին, որպեսզի տեսնեմ ինչ է կատարվում գարաժում։ Գարաժում այո կանգնած են, վերանորոգվում են ավտոներ։ Ես կուղարկեմ ձեզ լուսանկարները։ Դա նոր խնդիր չի, ասեմ։ Իրոք ավտոները կանգնած եւ վերանորոգվում էին։ Դե գիտեք ինչ, ես մասնագետ չեմ, բայց պարզ երևում էր, որ ավտոները փչացած են։ Այո, վաղուց կանգնած էին ավտոպարկում։ Հիմա պետք է վերանորոգվեն։ Գնում էին աշխատանքներ եւ այս գիշերվա ժամին, այո, աշխատում էին ավտոմեխանիկները
ապարատները վերանորոգում են, նկատեցի սվարկայի ապարատներ, ես կուղարկեմ անպայման, որպեսզի Էդ ես հասկացա, այդ ավտոմեքենաները որ բան վերանորոգում են, իրանք պիտի շուտ վերանորոգեն, որ այս բանը չլինի։ Հիմա հարց առաջամ 25 ավտո խիղճ չացավ միանգամից։ Դե գիտեք ինչ, ես Ասում են յուղ են լցել, հիմա եթե վառած յուղը վեկալ է լցել են մեքենայի մատորի մեջ, տվե մատորի հետ նանիցել են, ըստ իրանց ասելու, դա արդեն քերական հանցագործություն է։ Դրա վերաբերյալ հաղորդում կա։ Դե մենք հիմա պետք է գրավոր այդ գնումների բաժնին, որ այդ յուղերը, որ ժամանակին գնվել են, ինչ տեսակի յուղեր, տեսակը, դե հիմա մեզ հայտնում են, որ վառված յուղ, ես չեմ հասկանում, որն է վառված, արդեն օգտագործված։ Վառված օգտագործվածն է։ Այո, իսկ մեքենաները որ կանգնած են, այո, կանգնած են, բայց հիմա այս գիշերվա ուշ ժամին, այո, այնտեղ գնում են աշխատանքներ, որ առավոտյան ինչքան հնարավոր է ավտոները շահագործվեն։ Ինչ էր ասում Կատվալյանը, Երևան քաղաքը խի ասես քաքի մեջ։ Կատվալյանը ասեց, որ տեղեկությունները սխալ են, 4-ից 5 ավտո չեն, ավելի շատ են, 26 Ուրա։ 26-ի դեպքում կարծում եմ, որ տենց աղբը չեր լցվի ամբողջ քաղաքը, դե բնական է, ես ինքը նոր է, գիտեք, նոր կոմունալի պետ է, կարծում եմ կաշխատի, որովհետև այս ուշ գիշերվա ժամին ինքը այնտեղ տեղում էր եւ Ինքը այնտեղ տեղում էր հարգարժան Տիկինանի, որովհետև մենք ենք տոկի տվել, դրա համար այնտեղ տեղում։ Այո, Որ մենք տոկի չտանք ինքն դե չէր։ Ինքը կամ գնացել է Լևի կամ Պրավի։ Ես չգիտեմ իա նախասիրությունները։ Ես ձեզ ասեցի, որ ձեր այդ հոլովակներից հետո տեղադրված արդեն գարաժում կատարվում էին աշխատանքներ։ Ես դրա համար ուշ գնացի, ես առավոտյան եմ գնալու, որ տեսնեմ, քանի Դուք գիտեք մի հատ ինչ իմացեք, մեզ հարկավոր է իմանալ Երևան քաղաքը քանի աղբահանող, աղբատար մեքենա ունի, вообще ունի, քանի հատ, անկախ նրանից փչացածա թե փչացաշի, քանի հատ անստած բալանսի վրա, 100 հատ, օքեյ, 100 հատից քանիցն է աշխատում, այն որ ասում է նաստրայու Այդ քանի հատնա, քանիսն աշխատում, իսկ այն որոնք որ չեն աշխատում, ինչու չեն աշխատում։ Պատճառը որն է, եթե ոնց որ ինձ էին գրել, որ նախկին կոմունալի պետը վառած յուղը բերել լցելա մատորների մեջ, վառելա տվե ավտոները եւ այլն, դա քերական հանցագործություն է, սա դիվերսիա է։ Դրանով հաղորդում կատված թե չկա։ Եթե չկա, մենք տանք, եթե կա, հարցում ուղարկենք Տիկին Աննա Վարդապետյանին, ասենք Տիկին ջան, մարդը վեկալ է 25 հատ մեքենա, մատորը խփեք այնսրել է։ Դրա հետ կապված քրական գործը ինչ փուլում է գտնվում։ Դրա համար ես առավոտյան հարցում կուղարկեմ քաղաքապետարանին, նախ յուղերի հետ կապված եւ քանի ավտոյա սպասարկում ամբողջ Երևանը կիմանալ ինչքան եւ առավոտյան ես այցելել եմ Շիրակի 88 գարաժները, տեսնեմ քանի ավտոյա, որովհետեւ այսօր տեղ չկար, ամբողջ ավտոները կայանված էին այս բանին։ Դե փոխանակ Երևանում զիբիլ հավաքեն, բան կայանված են։ Եղավ, շնորհակալություն ձեզ։ Ասենք առաջ, հա, հաջողություն։ Call ended. Ուրեմն ընկեր Սաշա Կատվալյան։ Ես չգիտեմ ինչի է կոմոդ 25 հատ մեքենա կամ տասնյակ մեքենաներ կանգնած են նառեմոնտ եւ արդեն մի ամիս է դու այդ զիբիլ հանողն ես Երևան քաղաքի, դա քո խնդիրն է։ Եթե ինչ որ մի քո նախկին գոլեգան Այդ բոզի տղեն, չգիտեմ, վառած յուղալաց է, օգտագործած յուղալաց է, վառել է մատորները, ուրեմն դա քերական հանցագործություն է։ Դա քո վիճակը չի մեղմացնում, թե ինչի է Երևանը սենց կեղտոտ բոզի տղա վիճակի մեջ։ Պարզա։ Եվ ուրեմն եթե երևույթս ուրեմն ես քեզ ընդամենը տալիս եմ 24 ժամ ժամանակ։ Հաջորդ եթերի ժամանակ, մինչև եթեր սկսելը, ես նորից դիմելու եմ ժողովրդին որ նորից նկարեն եւ ուղարկեն, եթե հաջորդ եթերին, այսինքն ամսի 23-ին, մենք տեսանք, որ նորից Երևանը նույն վիճակի մեջ է, որ զիբիլների միջից զիբիլը հել է գնումա, այդ սաղ զիբիլի շոֆերները, երևանցիները եւ այլն, բոլորով հանդերձ Գագոյիս ղեկավարությամբ գալու են քո տուն։ Ընտանիքի լուսանկարը դրել էինք։ Ես անգամ այսօր հələ փորձում եմ բարի լինել։
Չնայած դու իմ թշնամին ես, դու Երևանցու թշնամին ես, դու ցանկացած նորմալ մարդու թշնամին ես, որովհետև դու քպից ես, քեզ է պիտի կախել։ Միանշանակ դու այն Արսեն Կարոյան ղախպիտաղեն եւ այլն, որ սաղ փոսեր եւ այլն սաղ պայթացրել եք, դուք չեք կարող ոչ մի բան նամուսով անեք, դուք չեք կարող կառավարեք, դուք չմո բոզի տղա եք։ Այսօր ես քեզ խնայեմ եմ։ Ժամանակ դու ունես 24 ժամ ժամանակ, 24 ժամվա մեջ հայտարարությունը դու պիտի տաս։ Արդյոք քո մեքենաները վառվել են նախկին բոզիտողու կոմից թե չէ, Աննա Վարդապետյանը մազերը հուսած պիտի մարտղրգի դրա հետևից, եթե չէ, ինչ են սաղ մեքենաները վառվել։ Այդ ինչ է լավ։ Մյուս ղախպիտղեն Հարություն Ազգալձյան ներկայիս հանրապետական կուսակցության անդամ նկարը տելեգրամում դրած է ինքը հանրապետական է ՀՀԿ-ից Հարություն Ազգալձյանը հանրապետական բնականաբար բանակ չծառայած ով է սա ի պաշտոնե հյուսիսային մաքսատան պետն է տամոժնու պետ բանակ չծառայած անձնավորությանը բերե դրել են տամոժնու պետ պլյուս կետմու հանրապետական կուսակցության անդամ Այն որը հելում ասում են ինչ եք խոսում, ինչպես կարող է Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը նույնը լինել, խնդրեմ։ Այդ իմ անձանցից իմ անձի գուտեր են։ Ինձ բարև տվող մարդիկ բերտում փդում են։ Բայց հանրապետական կուսակցության յառի անդամը ՀՀԿ հյուսիսային մաքսատան պետ ինքն էլ բանակ չծառայած։ Պլյուս Այն կարգի անձնավորությունը, որ սեքս են անում կաբինետների մեջ սեփական աշխատողների կնոնիկ եկածցանեն։ Ես հայտարարությունը գրել դրել էի, մարդը հաղորդումը տվել է, տելեգրամում գրել դրել է, որ հավաքարարին այդ գեղեցիկ տեսարանը տեսնելու կապոկսավոր մտե բռնցրել է խալխի հետ սեքս անելուց, այն Արման Մարտինյանին աշխատակցի հետ, հանել են գործից։ Էլա դուրը փակի նոր արա, որ չկան բռնցնեն, դուք էլ մարդու չհանեք գործից։ Ընկեր Աբազյան ու այս երևույթը այս Հարություն Ազգալձյանը ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանամ ոնց է ստացվում որ այս մարդը մինչև պաշտոնի նշանակվել է պաշտոնի նշանակված ժամանակ անգամ Անդոյին հանձնարարի ինչ ես հավատում Անդոյին հանձնարարի մի հատ էս մարդու ակրուժենին դնի լսի, ոնց որ հիմա նստած լսում եք գողական աշխարհի ներկայացուցիչներին, սաղին ուզում եք հավքեք։ Այ տիպի դնի լսի, թե ինչ էր խոսում, ոնց է ծսցնեմ Աննա Բոլեյնին։ Նստեմ հլեմ Նիկոլի սաղ ընտանիքի խլեշեմ, լավ անեմ, այդտեղ լավ անեմ, մալադեց, էկլեր տուր, էկլեր կուտես հարուտ։ Հարութին Էկլեր տուր, ինքը սիրում է էկլեր, սպիտակ պուդրին վրեն լցած, չայով, թե կակաոյով, կակաո, այդ երկի տակ հարութին էկլեր տուր, բա, իմ այս ուզում եմ հասկանամ, դուք հաճույք եք ստանում դրանից, թե ոնց, մարդը հանրապետական, բանակ չծառայած, դոլարնի կտված պաշտոնը ստացած, գիշեր ցերեկ Աննա Բոլեին ծծնող, Ֆիոնա, այդ մի հարցում ես հետ համաձայն եմ, շարունակիր Հարություն, շարունակիր, բայց մնացած հարցում իհարկե ոչ, ընկեր Նիկոլ, էսա քո Ռուստամ Բադասյանը, մե բոզի տղա, իմիջալոց Ռուստամ Բադասյանի Բոզի տղության հետ կապված գանք հասնենք մեր մարտունա եւ առհասարակ խոպանչիներին։ Ինգեր խոպանչիներ, բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Ես տեսա ձեր ցույցը, ձեր ճանապարհ փակելը, ձեր միտինգը, այո, լավ եք անում, ճիշտ եք անում, քիչ եք անում։ Եվ ամբողջովին համամիտ եմ այն կարծիքի հետ, որ մարդը թողնելով իր տուն տեղ, իր հայրենիք, իր երկիր, իր օջախը, գնա հասնի Ռուսաստանի քուչեքը, եւ ոչ միայն Ռուսաստան, տարբեր երկրներ,
Մեկը զուգարան մաքրի, մեկը ասֆալտ փռի, երրորդը բորձուր շարի, չորրորդը զիբիլ թափի, հինգը շինարարություն անի, վեցը չգիտեմ, տաքսավատանի եւ այլն, եւ իտոգում այն կոպեկները, որոնք որ իրանք որպես էմիգրանտ վաստակում են Ռուսաստանի Դաշնությունում, պիտի գան հələ մի հատ էլ Հայաստանում հարկվեն։ Այն դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, տնտեսության 40%-ից ավելի գործում է ստվերի տակ։ Գրուկ, պետչատուկ, ինչ եք ուզում խոպանչիներից։ Եվ ինքի Ռուստամ Բադասյան բոզի տղեն ինտերվյու տալում, ասում մենք չէինք սպասում, որ սենց արձագանք պիտի լինի, բանը էմոցիոնալ արձագանք։ Բա իշքան խոպանչի կա Ռուստամ Բադասյան, քեզու կնգատ էմոցիոնալ ծասցնի, էմոցիոնալ, առանց էմոցիոնալ ոչ մեկ մոտիկ չգա։ Բոզի տղա նստել ես փափուկ կաբինետում մտ, կոժնի աթորի վերեն, դու ինչ գիտես խոպանն ինչա, դու ինչ գիտես մինուս 30, 40, 50-ի տակ շինարարություն, գազի տրուբա, կոմունալ, ասֆալտ մաքրել, փողոց մաքրելը որնա, որ դու աշկ ես գցել բանվոր դասակարգի փողի վրա, գործ տուր, աշխատանքով նորմալ ապահովեք, նորմալ աշխատավարձ տուր, ինչ է տալի Ռուսաստանը, 60,000 ռուբլի, դու 40,000 ռուբլի, 35,000 ռուբլի դրա տվածի չափով գործ դու, մարդը չէ թե հասնի խոփան։ Դու ինչ բարոյական իրավունք ունես, մարդ ով թքել է քո երկրի վրա, հելը գնացել է դուրս է աշխատում, ասես ինձ պիտի հարկ տաս, էնի քեզի պիտի խերտա, տանես կողես կնգա դլոն, ինչ հարկ։ Եվ ես էլ է քիչ է, մարտունեցիկին էլ է քիչ, վարդերեցիկին էլ է քիչ, լենականցիկին էլ է քիչ եւ այլն, որ անտատ Նիկոլ էին բորրան։ Կնա Ռուսաստան մինուս 50-ի տակ ձուն մաքրի, լապատկով, զիբիլ թափի, շինարարություն անի եւ այլն, որ բերի կողքի Ֆիոնայի դլոն, որ Ֆիոնան նստի պրեզիդենտսկի սամալոտ, օրում էր տեսե, ագարկեն, թռնի գնա Մյունխենի խանութներում են մարտունեցիկի տված փողերով առևտուրանի, լապի ու հետ կա, հյուրանոցում էլ մնա։ Խնդրեմ, դե գնա մարտունեցի, որրահանելի, չավարցի, վարդենիցի և ալն։ Ինչա պիտի Նիկոլեն ընտանիք ասմա հարկատույան, բոզի տղա կեզ հարկատույա պետ, 40%-ից ավելը քո երկրում ստվերի տակը, հանի ստվերից։ Մեռանք տեղերը ցույց տալով, մեռանք մատնացուցանելով, սկսած Երևանի քաղաքապետարանի 3-4 մասնաշենքից Բյուզանդի 1-3 տասնամյակներ ցելի շենքը վեկալ է վարձովեք տվել 0 դրամով։ Ումը որ վարձովեք տվել, են էլ վեկալ է վերավարձակալությանը հայտ տվել ասխաբաշական գներով։ Սաղ գետնանցումները վարձովատված կոպեկներով, սաղ շենքերը կոպեկներով, չգնացված աշխատողներ դախույա, հել է գնացել եք պիցա ձիրոմ, տաշիր պիցա, որ մի աշխատողն է եղել, որի աշխատողի աշխատաժամն է եղել 8 ժամ, լրիվ աշխատել են 12-13 ժամ, 14-15 ժամ, փողը վեկալա գործը փակի քելակ եկակ։ Ինչ ես ուզում մարտունեցուց ու քավարցուց, վաբշե խոպանի ժողովրդից ինչ ես ուզում։ Այդ մարդիկ խոպան են գնում ավտոբուսով, Սամալոտի տոմս դաժե չեն առնեմ, որովհետև թանգա, ավտոբուզով նստում են ճմրթած 3-4 օր, մինչև գնան հասնեն Մոսկվա, Ռոստով, Վորոնեժ, հլանդեղից էլ ու կետան կհասնեն աստված գիտի, փող չունի Սամալոտի տոմս առնի, բոզի տղա դու այդ մարդուց հարկ ես գանձը, մի հատ էլ ասում չենք սպասում, որ էմոցիոնալ պիտի լինի, էմոցիոնալ կլներ են ժամանակ, երբ որ բոլոր խոպանչիները տարբեր մարզերի հլնեին, լեննագանցի, կիրովականցի, հոկտեմբերանցի, մարտունեցիկ, սաղ ճամպե կփագեին ու գային Երևան մամայիդ պեկի մեջ ծածցնեին, դրանից հետո էլ Նիկոլին ծածցնեին տնով տեղով, որտեղ այդ օրենք հորինողը ինքն է։ Հասկանում եք, Սևանի մարսպետն էլ գնաց Յուբկեն Հակավյանն դե ցույց տվեց, հելավ եկավ։ Դուք երեք գնաց խերը գլող, որպես ինչ։ Посмотрите, я тут губернатор։ Հա։ Ես կոչ եմ անում բոլոր խոպանչիներին,
բոլոր այն մարդկանց, ովքեր գնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան։ Կապ չունի։ Երևանից եք, Հոկտեմբերյանից եք, Լեննականից եք եւ այլն։ Դուրս գալ փողոց եւ փակել փողոցները։ Անել այն, ինչը որ արեց Նիկոլը 2018 թվին։ Մինչև այս օրենքը չփատեն եւ չկոխեն Նիկոլի կնգադլոյի մեջ ունդը չպեչատեն ձեր խերով։ Դուք ձեր խերով այս օրենքը պիտի բրթեք, որ մտնի Նիկոլի կնգադլոն ընդ մնա, բայց երկաթի բանի մեջ դնել նոր բրթել։ Էդի անբավարարվող ագարկայա, որ սամալոտի մեջ պալտոն չկցիուսեն, մուխեն թռնելուց են երևակայական խմիասի մարտունեցիք դուք որահանել եք զուքարան ծծեք, ես էլ փողով թռա Մյունխեն։ Ձեր ընտրած վարչապետն է։ Ու այս ֆոնի վրա ինքեր Սամվել Շահրամանյանը ինչ խերի գլուխ հա, հելը գնացերը երաբլուր։ Դու երաբլուր խեր գնամ բոզի տղա։ Հա։ Են ախրանիգին էլ կցե հետևից են Աշոդին, են Եզին, հելը գնացել էր երաբլուր, որ ինչ անեիր։ Այդ զինվորները մնացել էին քո դրած մի մեխակին, ղախպի տղա։ Ղարաբաղ $1.5 միլիարդ զենք զինամթերքը բանդիկով վրեն։ Սա Ղարաբաղը հազի որ հիմա գազ գնաս երաբլուր ցույց տաց որ դու պատրիոտ ես, այլ լավացածած։ Հա։ Են ախրանիկներ են կողինակալողին ասում սիկտի։ Է սիկտի դու եղի։ Ղախպի տղա։ Սիկտիր ասողեք, մնայք ընդեղ Ղարաբաղը չհանձնեք, թուրքին ասեք սիկտիր, ոչ թե գազ երաբլուրի մեջ քեզ նկալողին ասես սիկտիր, այ մալ։ Մարդամեկը շատ խնդրեց, որ եթերի ժամանակ քո տունուտեղը չծծանեմ, դե չեմը հանել էի օդ։ Սիկտիր ասողից թուրքին ասա սիկտիր։ Ղախպի տղեք։ Ոչ թե գասստեմ յադը քեզ նկարողին երաբլոր մասմասի, դու ինչ իրավունք ունես երաբլոր մտնես։ Ով ես դու, բոզի տղա։ Արցախի նախագահ, խերի գլուխ, ուր Արցախ։ Ես քեզ կախելու եմ։ Քո նման բոզի տղեկը կախվելու են Երևան Հոկտեմբերյան տրասին, բանով, կռանի վրեն։ Այս թեման թոմնալով ուրեմն ուզում եմ ասեմ այն որ ոգևորվել եք, ոգեշնչվել եք սիրելի ժողովուրդ, ուրա Կամիլ Զեյնալի այսինքն այն ադրբեջանցին ում բռնել էին Մոսկվայում, Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում, այս մալը ազատ է արձակվել դատարանի դալիճից Ռուսաստանում։ Հիշեցնեմ, Камил Зейналин был объявлен в Армении в розыск по обвинению в преступлениях, совершенных во время войны 2020 года. Ամբողջ համացանցը, Facebook, լրատվականներ եւ այլն վեկալան գրեցին, որ այս ադրբեջանցի բոզիտողուն ռուսները ձերբակալեցին։ Այո, ձերբակալեցին Հայաստանի պահանջով։ Տարան դատարան, որպեսզի քննվի կալանքի հարցը։ Ռուսական դատարանը բաց թողեց։ Հիմա սաղը պիտի սկսեք խերել ռուսներին, բայց ասեմ, ոչ, սիրելիներս, ոչ։ Սա այն եզակի դեպքն է, որտեղ ռուսական կողմը մեղավոր չի։ Ասեմ ինչու։ Որովհետև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, ինչի հիման վրա ռուսական դատարանը պարտավոր էր տալ կալանքի սանկցիա։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է ռոզիսկ որպես զինվորական հանցագործ։ Բացատրեմ իրավաբանորեն։ Ռուսական կողմը այրոպորտով սահմանը հատելու ժամանակ տեսել է, կողել է կոմպիտա, կուլ, լույսը բանվառավ, օհո, վի ռոզիսկ, վեկալում տանում են, տարան, մարդիկ տարան։ Հայկական կողմը պարտավոր է շատ արագ Ռուսաստանի դատարանին ներկայացնել հիմքերը, որ հիմա վրա այս մարդուն հայտարարել են ռոզիսկ։
հայկական կողմը չներկայացրեց։ Ռուսաստանը ասեց հիմք չկա, նե վինովեն, չագուջը խփեց, հաջողություն։ Ես հիմք չունեմ, ինչի հիման վրա ես այս մարդուն փակեմ։ Հա, թուղթը ղրգել ես։ Բա հետո իսկ ինչի հայկական կողմը չներկայացրեց փաստաթղթերը, որի հիման վրա ռուսական կողմը պիտի կալանավորեր, որովհետև հայկական կողմը Նիկոլ Փաշինյանը իմ խեռը կուտեր, թե կներկայացներ, որովհետև Ալիևը տնով, տեղով, ընտանիքով կծծցներ։ Սա իգիտություն, որովհետև հեսա ես միանշանակ սպասելու են, վարկյանական սկսվելու է հիսերիա, տեսեք ռուսների մաշկիլուսը չեն, երբեք, են որ ասում են լավին լավ, վատին վատ, լինենք օբյեկտիվ։ Եվ խնդրեմ եմ մարդ, ով ես ուզում եմ նաև այս պահ հնչի ռուսերեն, вот хочу объявить, что российская сторона отпустила военного преступника по национальности азербайджанец Камил Зейнали на свободу, потому что армянская сторона не предоставила документы, факты, что этот человек военный, если можно его назвать человеком, военным преступником. Этот урод зарезал старика за 80 лет, просто взял ножом и зарезал. Военный преступник. Он сам себя снимал на это видео. Но российская сторона отпустила. Российская сторона задержала, российская сторона отпустила. Почему? Потому что армянская сторона все эти документы, которые надо было для судебного процесса, не предоставила вовремя. И не предоставит. Потому что у нас кто сидит на посту премьер-министра Армении? Чрезвычайный и уполномоченный посол Республики Азербайджан. Գիտեք ինչ, ես չգիտեմ, այս բոզի տղեկը, ինչքան պիտի այս բոզի տղությունը շարունակեն մեր հանդեպ, Հայաստանի քաղաքացիների հանդեպ, որ այս մարդիկ հասկանան, ուր են գնում և ինչ են անում։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ Ադրբեջանը մեզ է տվել իր պատկերացրած խաղաղության պայմանագիրը, որի հետ կապված իրանք պիտի կայացնեն որոշում դնեն, չգիտեմ, մի գեղեցիկ օր X պահի բերեն դեմ տան, ասել սա Ադրբեջանի խաղաղության պայմանագիրն է, պիտի ստորագրենք։ Եթե Ադրբեջանը ու Ադրբեջանը տվել է այո այդ խաղաղության պայմանագիրը, մենք պիտի հասկանանք ինչա տվել, որպես ցանկացած մարդ Հայաստան-Ադրբեջան քաղաքացի ժողովուրդ եւ այլն պիտի իմանալ ինչ պայմանագիր է տվել Ադրբեջանը, որը պահվում է գաղտնի։ Գիտեն ընդդիմադիր մի շարք պատգամավորներ, որոնք եւս լռում են։ Այդ են պատգամավորներն են, որոնք որ նստած են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ճամբարում։ Լռում են, ոնց որ նույնությամբ լռել, ուտենց էլ մի հատ պատգամավոր չգնաց, մտնի մի հատ զորամաս կամ դպրոց, ասի փարքյանքյունը հանել են։ Տեսեք են բանը, դաշնակը, այն մյուսը չկան։ Զանգինք, ասինք, ասում են, այո, լսել ենք, գրություն ենք գրգե, ուսուցչուին պատասխան, ուսուցչուին ախիռը կուղարկի կես, եկավ եկալես կխապես է ճակատիտ եկը վազես։ Ես ուսում եմ մի հատ այս հարցով տենանք հլը մի հատ կուլտուրական իրավաբան կա, այդ մարդը հարմար է մեր այս պահին, խոսա թե ոչ։ Շարունակում են, ուղարկել է, որ ուղարկեն աղբը Երևան քաղաքի մեջ։ Հələ գալ մանակարները։ Կատվալան, դումայ adzեցեղ, կատվալան։ Battery 100%. Դումայ adzեցեղ։ Connected to you. Galaxy. Ալո, Լսում եմ ձեզ։ բարև ձեզ, պարոն Պերոսյան։ Մեզ գործը հետ ընկնամա ձեզ, մենք զանգում ենք ձեզ։ Հարմար է։ Բարև ձեզ։ Հա, լսում եմ։ Ես ինչ եմ զանգարել ձեզ, կապված Ադրբեջանի կողմից երևի տեղյակ եք, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել իր խաղաղության պայմանագիրը, իր պատկերացրած խաղաղության պայմանագիրը, որի հետ կապված մենք ոչ մի տեղեկություն չունենք, ոչ մի Հայաստանի Հանրապետության քաղաքացի խաբար չէ, ինչ պայմանագիր է, ինչ է մեջը գրած, ինչ են մեզ ուզում դեմ տան եւ այլն։ Դրա մասին հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Էրդողանի տղա Արմեն Գրիգորյանը։
Չգիտեմ, գիտեք թե չգիտեք։ Ինձ է թարգիրա, որպես իրավաբան, ձեր կարծիքը, ձեր մոտեցումը, այդպես պիտի լինի, հա, որ սուսուփուս ինչ որ հակառակորդ երկրից վերցնես ինչ որ թուղթ ու թանակ, դու քեզնով որոշես, հաստատես, չգիտեմ, ստորագրես ու ճամփու դնես։ Այդ ինչա կոչվում։ Ես ճիշտ ասած տեղյակ եմ, ծանոթացել եմ այդ երիտասարդի հայտարարությանը, ու ասեմ մի բան, որ այս իշխանությունը, քանի որ պատերազմ է հայտարարել ընդհանրապես սահմանադրությանը եւ իրավագիտությանը, դրա համար էլ առիթը բաց չի թողնում այդպիսի խայտարակ հայտարարություններով հանդես գալ։ Տեսեք, Հայաստանի սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Իսկ այս արտահայտությունը ունի կոնկրետ մեկնաբանություն։ Այսինքն ժողովուրդը մենակ ինչի որ իրանք չվեր են նկարել ընտրական տեղամասերում եւ իրանք կարգել են որպես ընտրյալ իշխանություն։ Ժողովրդավարության իմաստը նա է, որ այդ ժողովուրդը, որը թեկուզ եւ ընտրել է կամ չի ընտրել, բայց իրավունք ունի ճիշտ տեղեկատվություն ստանալ, ճիշտ կառավարվելու իրավունքը իրականացնել։ Հիմա ես որպես ժողովրդի մի մասնիկ, ընդամենը մի քաղաքացի, մի շարքային մարդ, ես ուզում տեսնել այդ պայմանագրի տեքստը, այդ համաձայնագրի տեքստը։ Դա իմ իրավունքն է, հասկանում եք։ Դա ոչ թե մասնավոր գործերի միջամտության անդրադառնալության խախտում է։ Դա իմ իրավունքն է իմանալ, թե իմ գլխին ինչ է գալիս։ Ուր է այդ պայմանագրի տեքստը։ Ու իրանք գնան, իրանք համար ինչ որ զվարճանան, իրենց ընտանիքի անդամների հետ զվարճանան, հրճվեն այնտեղ, չգիտեմ ինչ ռեստորաններում, ինչ շքեղ հյուրանոցներում, վերջում էլ բերեն մեզ մի հատ տեքստ դեմանեն կամ կներեք արտահայտությանս համար փողոցի լեզվով ասեմ, դայաղանեն ասեն այս խաղաղության համաձայնագրի տեքստը, հասկանում եք, սա ժողովրդավարության սկզբունքի վրա թքելու այս գործող ապիկար իշխանության հերթական քայլն է։ Եվ մենք պետք է պայքարենք դրա դեմ։ Ժողովուրդը ունի իրավունք ունի իմանալ, թե ինչ է իր գլխին սպասվում։ Դուք շատ իրազեկ մարդ եք, դուք տեղյակ եք պայմանագրի։ Չէ, ես տեղյակ չեմ։ Եվ անգամ վախենում եմ տեղյակ ելնելուց։ Ինչի պետք է մենք, ես, դուք, մյուսները ով շահագրգիռ է երկրի փրկության գործում, ինչի մենք պետք է ինչ-որ վերջին պահին իմանանք, որ ստի չկարողանանք կարծիք էլ արտահայտել, թե այդ պայմանագիրը որքանով է արգասաբեր Հայաստանի համար, որքանով ոչ։ Սա սահմանադրության խախտում է, հենց ուղիղ երկրորդ հոդվածի պահանջի խախտում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ այս թշվառ քրչախումբը այդպես էլ չկարողացավ իր իշխանության 6 տարիների ընթացքում կենսագործել սահմանադրության այդ դրույթը։ Եվ ինքը ցույց տվեց, որ ոչ թե իշխանությունն է պատկանում ժողովրդին, այլ ժողովուրդն է սեփականաշնորհվել, բռնազավթվել իշխանության կողմից։ Ես ճիշտն ասած մի քանի րոպե կտրվեցի ձեր եթերից, բայց հետևում էի ընթացքին խոպանչիների հետ կապված, եթե իհարկե Ահա, իհարկե, ասեք, ձեր կարծիքն էլ հետաքրքիր։ Շատ կարճ անդրադառնամ, տեսեք, այդ խոպանչիներին, որ հարկում են իրեն Հայաստանում, ես մի հատ ինձ մոտ հարց է առաջանում, թե որպես մարդ, թե որպես իրավաբան, թե որպես փաստաբան, այդ խոպանչիները, որ այդ մարդիկ իրանց տնից տեղից կտրվել գնացել են, դուք այդ ընտանիքներին ինչով եք աջակցել որպես սոցիալական Ոչ մի բան։ Ցեք ընտանիքի միակ կերակրողը հենց գնացել է ձեր ասած Աստրախան, չգիտեմ, Վորոնեժ, Ռոստով, Մոսկվա, Լենինգրադ, ես շատ իմանամ, որտեղ դուք որպես սոցիալական պետություն ձեզ ընդհանրապես պարտավորված համարել եք, թե իրավաբանորեն, թե բարոյապես, մի հատ իմանալ այդ ընտանիքի միակ կերակրողը, որ լքել է ընտանիքը, այդ ընտանիքը ինչ վիճակում է գտնվում։ Հիմա այդ մարդը գնացել այնտեղ, ինչպես դուք իրավացիորեն ասեցիք, չարչարվել է ցրտի մթի պայմաններում 2 կոպեկ փողա վաստակել ու բերելաստե որ մի հատ է ձեզ հարկտա, սա այն բանի ապացույցն է, հարգելիս, որ այսօր այս հրճոտը չունի օտարության ներդրում ապահովելու հնարավորություն, որովհետև ոչ մի խելացի մարդ իրեն թույլ չի տա ճանաչելով, ուսումնասիրելով մեր երկրի իրավիճակը, բերի այս պայմաններում ներդրում կատարի։ Ոչ մեկ չի անելու, դրա համար ինքը առաջինը խախտեց քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, իր իսկ կարգախոսը, ինքը քաղաքացուն սարքեց ոչ միայն տուգանքի մատերիալ, այլև կալանքի մատերիալ, հարստահարության մատերիալ,
վիրավորանքի մատերիալ եւ այդպես կարող են մինչեւ առավոտ թվարկել։ Իսկ ինչ վերաբերում է այդ աղթի կատարած հայտարարությանը, սա նախ ինքնիրավչության տարրեր են ես որպես իրավաբան տեսնում, նախ արտաքին գործերի նախարար կոչեցյալ ունենք Արաբաթ Միրզոև, թուրքերի սիրած կարգին տղեն, շակերտավոր կարգինը։ Սա պետք է ներկայացնի այս հարցերը։ Անվտանգության խորհրդի քարտուղարը ինչ գործ ունի պայմանագրի հետ, եւ ել եմ ասում այնպեսի պայմանագրի հետ, որի երեսը ոչ մեկս չենք տեսել։ Մինչդեռ առաջինը ժողովուրդը պետք է տեսնի, ժողովուրդը պետք է գնահատի, տեքստը ուսումնասիրի, կարծիք հայտնի, թե դա որքանով է բխում իր ցանկությունից։ Սա է ժողովրդավարության իմաստը, որը սրանք գնդակարում են։ Իսկ ինչ վերաբերում է այսօր երրաբերում, այսօր էր թե երեկ էր չեմ։ Այսօր նայել եմ այդ կադրը եւ անկեղծ ասած շատ բարկացա, այդ երկոտանի ախրանիկ կոչեցյալի նա թույլ է տվել քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով նախատեսված հանցակազմով նշված արարքը լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտել է։ Դրան գումարած նաեւ վիրավորանքը։ Ուր է, հիմա ես հարց եմ տալիս, դուք էլ կարող եք բարձրացնել, իմ կարծիքով տեղին է դա, այդ արարքի վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնված կա, թե ոչ։ Դե ասեցին մոտը թմրանյութ ենք, թե ձերբակալել են։ Հիմա չգիտես ինչքանով է ճիշտ, թե սուտ։ Ինչ ասես կարող է այդպիսի մարդու մոտ գտնվել, բայց կրկնում եմ, ինքը համենայն դեպս այդ տեսանյութի վերցանումն եմ ես իմ մասով գնահատական տարի վերցանմանը, ստեղ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցակազմը կրկնում եմ Հայաստանի քրեական օրենսգրքի 237-րդ հոդված։ Ես մի հատ էլ հարց տամ ձեզ։ Այդ կենթանի, այ երկոտանի կենթանի, դու ով ես նախ ինչի համար ես եկել երրաբլուր, ինչ է եկել եք ձեզ ցույց տալու, այդքան քաջ տղաներ էի, այնտեղ պահպանեիք հայրենիքը, Արցախը այնտեղ պահպանեիք, ոչ թե գաքստե լրագրողին ասեք սիկտիր եք, դու սիկտիր եղի, ընդհանրապես մի հատ էլ հարց տամ, քանի որ գնաց խոսք, երևակայ արդեն տեղյակ եք, որ Ռուսաստանի Դաշնության դատարանը բաց է թողել Կամիլ Զեյնալի այդ ադրբեջանցուն, ով որ ինքը զինվորական հանցագործա, զինվորական հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի եւ ձերբակալվել էր Հայաստանի պահանջով։ Բայց ռուսական դատարանը բաց թողեց, որովհետեւ հայկական կողմը չէր ներկայացրել փաստաթղթերը, թե կոնկրետ ինչի մեջ է մեղադրվում։ Ստեղ ձեր կարծիքը ինչպիսին է, հայկական կողմը ինչի չի ներկայացել, պոշտան ուժ հասավ, կամ եթե դու արդեն հայտարարել ես միջազգային հետախուզում եւ արդեն բռնվել են, ինձ թվում է շատ արագ գոնե ֆաքսի կարգավիճակով թղթերը կարային փոխանցեին ռուսական դատախազություն, որ ռուսական դատախազը կարողանար մեղադրանքը պաշտպանել դատարանում։ Բայց չկա։ Այս թեմայով էլ փաստացի Հայաստանի պետությունը դե ֆակտո ներկայացնող երկոտանի անթրաշ Նիկոլ Փաշինը Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան։ Նա զբաղված է շրջագայություններով։ Ես վստահ եմ, որ նրա ցուցումի արկայության դեպքում կներկայացվի։ Եվ հետո մենք չպետք է մոռանանք, որ նա հանդես է եկել այնպիսի հայտարարության, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Այդ նշանակում է, որ Արցախում կատարած հանցագործությունը արդեն չի կարող իրավաբանորեն հետաքրքրել հայկական իշխանություններին։ Սա է ամբողջ խնդիրը։ Մենք այդտեղ պետք է տեսնենք։ Բայց Արցախի հանրապետության տարածքում, Արցախի տարածքում մորթվել է Հայաստանի քաղաքացի։ Այո, բայց դա Արցախի յուրիսդիկցիայի ներքո է իրավաբանորեն։ Իսկ ինքը եթե կանգնում ասում է Արցախը Ադրբեջանը եւ վերջ, բնականաբար այդտեղ Հայաստանի իշխանությունները անելիք չունեն։ Եվ Ռուսաստանի այդ իրավապահ մարմինները այդ հիմքով հենց միայն կարող էին Չէ, իրանք մերժել են զուտնամա, որ բանը փաստաթղթերը չի ներկայացվել։ Այսինքն դատախազը հիմք չունեցի պաշտպանելու։ Հասկացա, ես էլ ասում եմ, առաջին հերթին հենց այդ հիմքով կարող էին մերժել, որովհետև եթե Հայաստանը ներկայացնող մարդը հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է, դա նշանակում է, որ չնայած ես շատ ցավում եմ, ցավակցում եմ զոհված այդ մարդու, այդ քաղաքացու ընտանիքի անդամներին, եւ որպես հայ, եւ որպես մարդ, բայց
եթե Հայաստանը ներկայացնող սուբյեկտը հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է, այդ դեպքում արդեն մենք չենք կարող միջամտել Ադրբեջանի ներքին գործերին, որովհետև Ադրբեջանի Բայց դեպքում ինչի է միջազգային հետախուզում հայտարարում։ Հարց։ Հայտարարություն կարող է տրվել, բայց այլ է հարցը, թե այդ հայտարարությունը ինչ հանգուցալուծման պետք է կարող է։ Ես հիմա ավելի քան վստահ եմ, Այն է, կներեք, ես հիմա ավելի քան վստահ եմ, եթե մենք պատկերացնենք, որ բանի ադրբեջանցու տեղը բռնեին ինձ, խոսքի օրինակ ռուսական կողմը, ես պատկերացնում եմ ինչ արագությամբ բոլոր տեսակի փաստաթղթերը կհասնեին Մոսկվա։ Եթե Ռուսաստան ուզենար հանձներ։ Իսկ ստեղ մեր քաղաքացուն հազարական ասեք։ տեսեք, ես իհարկե այդպես կոնկրետ ժամանակագրությանը չեմ տիրապետում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ այդ քաղաքացու հանդեպ կիրառված բռնությունը, նրան կյանքից զրկելը, դա եղել է այն ժամանակ, երբ Ադրբեջանի հատուկ գործերով հանձնակատարը արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլ Փաշինը դեռ չէր հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Այս առումով կարող է միջազգային հետախուզում հայտարարվել։ Դա այն պահին է արվել, որ միջազգային հետախուզում հայտարարվել է, որ քանի դեռ Նիկոլ Փաշինը չէր հայտարարել։ Հա, բայց Անկարային այդ հետախուզումը հանեին արդեն, բայց իրանք չեն հանել, որովհետև դա ռազմական հանցագործություն է, կապ չունի։ Չէ, բայց այստեղ տարածքային ենթակայության խնդիր կա։ Եթե դու ընդունում ես, որ այդ տարածքը այսինչ պետության մասն է, ուրեմն պետք է ձեռքերդ լվաս։ Վերջ։ Եղավ, բարի, շնորհակալություն։ Արցախում ինչ որ արվի, Նիկոլ Փաշինի այդ անգրագետ անհեռատես քաղաքականապես տագետ հայտարարության պատճառով Հայաստանը այլևս իրավունք չունի միջամտություն ունենալ, որովհետև ինքը շատ հանգիստ կարող է ասել Հայաստանը ներկայացնում է Նիկոլ Փաշինը, մենք էլ հարգում ենք իր տեսակետը եւ ինքը ինչ ասել է, մենք ընդունում ենք դա ի գիտություն եւ ի կատարում ենք։ Հետեւաբար Արցախի տարածքում այսօր մարդ մորթեն, տուն վառեն, չգիտեմ, ես իմ կենթանիները առևանգեն, գողանան տանեն, պահեն, այս ամեն ինչը արդեն համարվում է Ադրբեջանի սուվերեն տարածքի խնդիր, հետևաբար որևէ այլ երկիր, այդ թվում առավել ևս թշնամի երկիր Հայաստանը իրավունք չունի որևէ կարծիք հայտնել, որևէ միջամտություն ունենալ այդ գործերին։ Հասկացա ես ձեզ, շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Հաջողություն ձեզ։ Ասում սա գալիս է նրա մասին, որ ասում հիմա եթե ինձ Ռուսաստանում բռնացել են, երևի հատուկ բորտով կբերեին այն քավարատիկոյ բոզի տղու գրած մուտիտները, չնայած ռուսական կողմը կասեր կողի ворот գնա, ոնց որ նույն արեց ամերիկյան կողմը։ Բայց ամենայն դեպս էլի, բայց քանի որ ադրբեջանցի է, չկա, ոչ դեսպանատուն ունենք, ատաշեներ ունենք, MVD-ի ատաշե կա, KGB-ի ատաշե կա, սպեցպոշտա կա, սպեցվյազ կա, որը որ կարան բերեն տանեն, որ շիբա թողին գնաց ադրբեջանցուն։ Goodbye my love։ Մյուս խնդիրը, այսինքն զինվորական հանցագործություն կատարած անձանց, մարդ մորթած անձանց, բռնաբարած, մատը կտրած, դուք հիշում եք մեր դիպուկահար կանանց ինչ վիճակի մեջ գցեցին, կուրս կտրել, մատ կտրել, աշկ կտրել, աշկ հանել եւ այլն, եւ նորից եմ կրկնում, ավելի քան վստահ եմ գլուխները կտրել եւ այլն, որ եթե հիմա ինչ-որ մեկ այլ երկիր, Ռուսաստանը չլինի, թող լինի, չգիտեմ, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, նորից բռնեն դրանց, որպես զինվորական հանցագործ, հայկական կողմը նորից չի ներկայացնելու ոչ մի փաստաթուղթ։ Փոխարենը արդեն շուրջ մի շաբաթից ավելա Հայաստանի Հանրապետության MVD-ն, Աբազի հիմնարկը, Արգիշտի հիմնարկը դատարաններին մեղմ ասած բռնաբարում են, ինչքան օրենքով գող, ինչքան հեղինակություն կա, բոլորի տների վրով վերցրել են խուզարկման սանկցիաներ, որպեսզի օրինակ 3 պիտի արդեն մտնեին, գմփցնեին, սաղին բերման ենթարկեին, պարկասնեին բանը պոլին, բոլորի տների վրով բանը խուզարկման բանը որոշումները տված էր եւ հանկարծ Վարդան Ղուկասյանը վեկալում ստատուսա գրում իր Telegram կանալում եւ Facebook, որ ուժային կառույցները պատրաստում են իրականացնել կրիմինալ աշխարհի բերքահավաք։
տվեցվում է ադբոյ։ Ոմն Արման կանչվում է ազգային անվտանգություն եւ այդ Արմանին այդ ուզում են մեղադրեն նրա մեջ, որ ինքը ինձ ինֆորմացիա տվել, որ այդ ռեդի հետ կապված ես հայտարարեմ։ Ոչ մի կապ չեն գտնում, ոչ մի ինֆորմացիա արտահոսք չեն գտնում, եւ իրավի ես այդ Արմանին չեմ ճանաչում, ընկերաբազ, Արմանն էլ ինձ չի ճանաչում եւ միջնորդ էլ մեր մեջ գոյություն չունի, մի քանի ժամ անց այդ տղային բաց են թողում։ Աբազս բնականաբար ընկեր գողական անուշ ապերներ գտնվում է արձակուրդի մեջ։ Նու կիրովականցի տղա չի ուզում որ վրեն հետագայում կորցից դուրս գալ կա եւ գալ կա, որ ձեզ հավքելու, չգիտեմ, տանեն, տփեն պոլին ասֆալտին դες դեն, ինքը հետո ասախ պրի արձակուրդի մեջ եմ եղել, ես կապ չունեմ։ Վանեցյան 2 են բանին են Ռոբի բնմասով ասում ես խաբար չեմ եղել որ շմայսը աղբորտողում եմ բռնել էի նարկոտիկով ես դες բան մի գրամի համար այդքան խոյ ես չգիտեմ հիմա նույնն է ես մարդնա ես արձակուրդի մեջ եմ եղել ես ով եմ եղել Անդոնա եղել այդ Անդոնա բանը բռնել տվե ինգեր բանը անչա պզո զապ օշականցի գևորիկ եւ այլն ես այնձև չի որ կողմ եմ գողական աշխարհին, պաշտում եմ գողական աշխարհը կամ այդ ենթամշակույթով եմ ապրում։ Ես ուղղակի չեմ սիրում եւ չեմ ընդունում, երբ որ դա արվելու է զուտ քաղաքական նպատակով։ Այսինքն իբր թե պայքար են տանեմ կրիմինալի դեմ, բայց իտոգում ոչ մի բան պայքար, սա առևտուր է լինելու, քաղաքական առևտուր, մեկի դեմը կդնեն ընտրությունների հարցը, մյուսի դեմը, չգիտեմ, կասեն ես կան գումար տուր, այն մյուսին կասեն ես իմ ինչ տուր, դրսին էլ ցույց կտան Եվրոպաներին եւ Միացյալ Նահանգներին, որ տեսեք մենք պայքար ենք մղում գողական ենթամշակույթի դեմ։ Սիրելի եվրոպացիներ, սիրելի ամերիկացիներ, այդ ամենը սուտ է, սրանք ոչ մի պայքար էլ չեն մղում ոչ մի գողական ենթամշակույթի դեմ։ Եվ ես ուզում եմ զգուշացնել նորից ընկեր օրենքով գողերին, որ հաշված օրերի ընթացքում մի օր ես կոմ դեզդեն անպայման այս օպերացիան իրականացվելու է, որովհետև դատարանի կողմից սանկցիաները կան, յուրաքանչյուրի տուն, օջախ, չգիտեմ, գարաժ եւ այլն հարակից շենք շինություններ մտնելու եւ կմփցնելու։ Իսկ քանի որ այս ուժային կառույցները բոզի տղա ուժային կառույցներ են, դավաճան, կոռումպացված, շորթող, թալանող, խոշտանգող ուժային կառույցներ են, այդ իսկ պատճառով ես կռվում եմ նաև սրանց դեմ, որովհետև նման ուժային կառույց հարից չի ոչ մի պետությանը, այդ թվում առավել եւս մեզ։ Այնպես որ դուք իմացեք։ Մյուս խնդիրը, որին ես ուզում եմ անդրադառնամ, տեղի ունեցավ հանրահավաք։ Էտա ցույց կազմակերպելի Ֆերդինանդ Էդգար Ղազարյան 1500 ամարտ 2000 լավ 2000 հոգի հազիվ հավքին լցին օպերայի հայատ ես մեռա ասելով միտինգ եք անեմ մամուլի տեսություն մի կարդացեք հավք է լցել են ժողովրդին հրապարակ կարդում են մամուլի տեսություն այդ մարդը թերթի տեղը չգիտի Ընկեր Ֆերդինանդ կամ դու ուր միտինգ անելն ուր դու չգիտեմ քաղաքական վայաստած ես չգիտեմ արդեն ինչի եք ամեն անգամ նման միտինգներ անելով սենց խերտ միտինգներ դուք ամեն անգամ մարդկանց մեջ հիասթափություն չգիտեմ հոգնածություն խորոփածություն ինչ ասես զարթնացնում եք ու ամեն անգամ այս մարդիկ հասկանում են որ այ մարդ դե իզուր գնացինք էլի սրանց մոտ բան չի ստացվում էլի դուք ձեր քայլերով տանում եք դեպի դրան ձեր էս փնթի դու անրեյտինգ քայլերով դուք անընդհատ գնում եք դեպի դրան Էդգար Ղազարյան հելել ես ընկել ես մեդան ինչ-որ հարց ես ուզում հələ մի հատ հասարակ հարց էլի տեղ կանգնած մի հատ հոշակառուի խնդիր կարաս լուծես մի հատ քուչի զիբիլ մաքրելու խնդիր դες ուրիշ բան չեմ ասում դու կարաս լուծես հա քո ինտելիգենտ կուլտուրական հալով կարաս զանգես գագոյիս գագոյին մի հատ բան ասես Զանգուլակը կախած խերի վրան կողի բոլոր ծակերը դե միջանոց գագո ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանամ
վերջի ժամանակներս անընդհատ ինչ-որ sense խոսակցություններ ականջիս հասնումա դոդեր դոգին փողատավե դրա համար գագոին չի խերեմ ու անից մարդիկ են խոսում ոչ լակիրովնի բոզի տղա են էլի այսինքն այսպես կոչված անդիմադիր ճամբարից իրանցից բան չներկայացնող ուրեմն պաշտոնապես հայտարարում են որ գագոն իա էությամբ քծիպ վախկոտ դիշովի վատ մարդ վատ եւ գագոն երբեք Վարդան Ղուկասյանին փող չի տվե ու չի էլ տա Կվարցիրա է ուզում 3 տարի ասում է գագո կվարցիրա եմ ուզում ես Աբովյան 9 հասցեում Աբազի շենքի մեջ լովիկի շենքի մեջ կվարցիրա եմ ուզում ես ուզում եմ Տիգին Արուսի հետ Տիգին Արուս հարգանքներս այկենիկ ոնց ես ես քեզ շատ եմ սիրում ամեն անգամ հեծ ասում եմ հիշում ես ուզում եմ Տիգին Արուսի ու Բելա Բելա հետ բարձրանամ լովիկենս տուն կոֆե խմելու ասել եմ մինչև այսօր 4 տարի ասում եմ մինչև այսօր դու իմ կվարցիրան տվիր չտվիր Նիկոլին ավտո նվեր տվիր հաջորդ օրը վառիր ինձ նվեր տվիր ուրա իմ Suburban իմ GMC Jeep-ը ուրա ապրիլի 25-ին ծնունդս է ուրա չկա ուստի բայց եւ նաեւ ես հասկանում եմ որ որոշակի մարդիկ անդադ կողից բզում են ասենք այդ ուզում են որ ես քեզյանեմ կուկուլալատում ամբա բայց ուրեմն այդ մարդկանց ինատու ես քեզ տալիս եմ անժամկետ պայտակ մտքովս անցամ դիվանագիտական անձնագիր դաժե ստեղ ոչ միտեղ գրած չէ անժամկետ դիվանագիտական անձնագիր գագու այսինքն այդ անժամկետ դիվանագիտական անձնագիրը լուբոյ պահին կարա պատրվի ոչ մեկ թոքես չասի որ ինքը կարա լինի գարանտ որ այդ անձնագիրը կարա լինի ցմակո ձեռը կամ մի ամսով երկու ամսով այս ընթացքը միջև ես հիմա եւս ես տալիս եմ ճիշտ է մարդիկ խնդրել են անուշ ապերնիկ եւ այլն նեղտեղից բան վեստեն եւ այլն խնդրել են որ քեզ բան չասեմ բայց ասել եմ ես դուս կարամ գագոին բան չասեմ հարց առանց գագո կյան կլնի չի լինի հիմա այդ անձնագիրը ինչքան կմնա քո ձեռքում կախված է քո եթմից նվերիկը շուտ գնալու է բանակ ասել կամ դադվելու է եւ քեզնից ինձ գագոյի հոբարեն փող տվողի մորնել ծծցնեմ փող վեգալողի մորնել ծծցնեմ վեկալող չերեզով վեկալող տվողի մորնել ծծցնեմ համաձայն ես գագո մարտասմա հա ես քեզ ոչ տվել եմ ոչ վեկալ եմ ոչ տվել այս ընթացքում դոդը դոգին սա դե նայ մարդ դոդը դոգին փողա տվե դրա համար չի խերում դու ես փող տվել ես չէ անժամկետ դիվանագիտական անձնագիր բայց Էդուարդ Ղազարյանը հենց զանգի քեզ դու պիտի գնաս գյոթի էդի հիշի Այվանավորվակ Ինձ հետագ ապրիլի 25-ին իմ ծնունդն է ես ուզում եմ հելատել եմ դու ինձ ինչ նվեր ես տալու անց հետաքրքիր է հա Անչի գլուխդ կախիր ասում եմ ես կվարցիրա եմ ուզում այդ ուրիշ տեղ տաս չեմ ուզում իմինը Աբովյան 9 շենք Վերջ, որ ես մի հարկ վերև կամ իշնեմ ներքև, իշնեմ լովիկենս տուն կոֆե խմելու, Բելայի Արուսին, Բելային ու Արուսին վեգալեմ հետս, այդ ժողովուրդն հարգում եմ ես։ Այդ հականդե մենք մեր էգլերը մեր հետ կբերենք։ Մեր խմորեղենով, ջրեղենով, ամեն ինչ, որովհետև դրա կնգաձերից քաքս ուտել չի գալեմ։ Դաժե եթմներին չի կարեմ պահի։ Հասկանում եք։ Մենք մեր բանը, Տիգին Արուսը կսարկի խմորեղենը, Տիգին Բելան կվեգալի ջրեղենը Դես եղոպես լավ հյուր, կլեք ետ հագլովի գեստուն, կլստեք ուտենք խմեք, հլտենակ ինչ կա, ոնց են, ինչ են, երեխեկը ոնց են, հասկնում ես, էդ շենքից եմ ուզում, ուրիշ տեղ չեմ ուզում, սո, կնա, տաղոչս, դս տեղդ, Քեչ ու այդ գաղազային դարելի, հիմա այդ գաղազայինը որ զանգի քեզ, գագո, ինչ կասես, չես ասի, արի մի ատակից վերց, Բա այ գանդոն, այդ կանից հետո հերել ես միտինգ ես հանում, ժողովրդին հավքում ես, ինտելիգենտ բոզ, որ ինչ խոսաս։ Վայ։
ստեղելի թեմաներ մնացին, բայց մեր ժամանակը մի րոպե։ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Եվ մենք այս ղախպին մոռացանք։ Call ended. Թե չէ դրել են դոդը փողատվե դոգին դամար դոգուչ։ Ապսուտ։ Էլ չգիտեք ինչից խոսանք։ Տվողին էլ, վեկալողին էլ։ Զորով հակցել եմ էլի մեզի, գագո, ճոկում ես։ Վրետ ուզում են կարգ բռնեն։ Բո ես աբան գժում քեզ խառան։ Մենք ասեմ ում եմ զանգը, մենք հիմա զանգում ենք Իջևանի մռուի պետին։ Ինչ ազգանունը Գրիգորյան Էդգար։ Իջևանի Աբազյան, Իջևանի մռուի պետը փողավոր ծծնմա։ Բարորդական իրավունք եզդաներով։ Էդգար Գրիգորյանի զանգը մենք Էդգար Գրիգորյան։ Ալո։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Երևի քնած էիք, հա։ Այո, լավ, ես ուրեմն ստիպված եմ անհանգստացնել ձեր հետ խոսում է Վարդան Ղուկասյանը։ Մեզ ահազանգում են ձեր Իջևանի բնակիչները եւ ասում են, որ ձեր մոտ վարորդական իրավունքը հանելը արժե 400,000-ից 500,000 դրամ բոլորին կտրում եք եզդաներով։ Հա? Ալո։ Ալո։ Всё. Ended. Կախվավ։ Ուրեմն Վայ Ղազարյան, նախ այս ժամին մռուի պետը խիա քնած 11:41 րոպե։ Մարդը քնած է։ Լսի։ Ուրեմն քո երկիրն է։ Մարդիկ մասայաբար բողոքում են, ասում են պարոն Ղուկասյան, Վարժենիայից 7 ու 10 անգամ սիստեմատիկաբար կտրում են։ Մինչև չեն վերցնում 350, 400, 500,000, մենք պրավա չենք ստանում։ Մենք զանգարել ենք քո Գրիգորյան Էդգարին, որ մեկնաբան էր, հարցը լսեց եւ անջատեց։ Հետեւաբար հարցը ճիշտ էր, հարցը տեղին էր եւ Գրիգորյան Էդգար մեբոզի տղա զբաղված է թալանով։ Աբազյան զբաղվի, եթե չէ Գրիգորյան Էդգարը գալմա ձեր տուն։ Հիմա անդրադառնանք Ֆրանսիա Միսակ Մանուշյան։ Նախ եւս մեկ անգամ ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ֆրանսիայի ժողովրդին, ֆրանսիական կառավարությանը, ֆրանսիական հանրապետությանը, պետություն, որը հիրավի մեր դաշնակիցն է, պետություն, որ հիրավի գնահատում է իր ազգային հերոսներին, անկախ ազգությունից։ Եվ այսօր Փարիզում է գտնվում Նիկոլ Փաշինյանը, որը եւս մասնակցում է հայտնի արարողությանը, որը գնում էր ուղիղ եթեր, ինչպես է Միսակ Մանուշյանի աճյունը տեղափոխվում Փարիզի Պանթեոն։ Բնականաբար, եթե Նիկոլ Փաշյանի ձեռը ճար լիներ, Միսակ Մանուշյանի աճյունը կմնար այնտեղ, որտեղ որ էր, առավել եւս ոչ մի Պանթեոն, ոչ մի բան։ Ես ուշադիր հետևում էի Նիկոլ Փաշինյանի դեմքին, երբ որ հնչում էր դուդուկ։ Այդ մարդը ակնհայտ երևում է ինչ խորը ատելություն ունի ամեն ինչի նկատմամբ ու մտածում է Ադրբեջանը ոնց է յան ծծացնելու։ Եվ սրա հողի վրա ուզում եմ դիմել մեր ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորներին։ Ընկեր ընդդիմադիր падգամավորներ։ Մենք բոլորս քաղաքակիրթ աշխարհը դուք տեսնում ենք, թե ինչպես է մի լրիվ այլ պետություն մեզանից 3-4-5,000 կիլոմետր հեռավորության վրա հարգանքի տուրք մատուցում ազգությամբ հայ իր հերոսներին։ Անցելականի տարի Միսակ Մանուշյանի մահվանից։ Եվ աճյունը տեղափոխում են Փարիզի Պանթեոն։ Ի շատ ներողություն, ինչ ենք անում մենք մեր հերոսների համար։
Ինչ ենք անում մենք մեր այն հերոս տղաների համար, որոնք 18 տարեկան, 20 տարեկան նահատակվեցին հանուն ոչինչի, ինչպես ասում էր Աննա Բոլեին Ագարկեն։ Եվ այսօր այդ նույն նահատակված տղաների լուսանկարները հեռացվում են դպրոցների փառքի անկյուններից, հեռացվում են Զորամասի փառքի անկյուններից։ Դուք որպես ընդդիմադիր ազգային ժողովի падգամավորներ ահազանգերը ստացել եք։ Ահազանգերը ստացել եք նաև ինձանից։ Ուղիղ եթերի ժամանակ ես զանգարել եմ եւ Գեղամին, Գեղամանուկյան, եթե չեմ սխալվում, Դաշնակ, եւ զանգարել եմ Արեգ Նազին եւ տեղեկացրել եմ, որ sense բան կա։ Դուք էլ հաստատել եք, ասել եք այո, տեղյակ ենք, լսել ենք, խաբար ենք։ Եվ ինչ արեցիք որպես ազգային ժողովի падգամավոր։ Գնացիք Կանազի պոլիկլինիկա, ոչ։ Գնացիք Լուսակերտի զորամաս, Սիսիանի զորամաս, Սիսիանի հոսպիտալ, ոչ, Լուսակերտ, ոչ, ինչու ոչ։ Եվ տեսեք, պարադոքս, Ֆրանսիայի ժողովրդի վերաբերմունքը իր ազգությամբ հայ քաղաքացու նկատմամբ եւ առասարակ բոլոր նրանց, ովքեր զոհվել են հանուն Ֆրանսիայի։ Մեր վերաբերմունքը մեր զոհվածների նկատմամբ, որոնք զոհվել են հանուն Հայաստանի եւ հանուն Արցախի։ Այս ազգը, որը կոչվում է հայ ազգ, որը ապրում է Հայաստանի Հանրապետության տարածքում, այդպես էլ չկարողացավ գնահատել ոչինչ, ոչ կարողացավ գնահատել իր մշակույթը, արվեստը, բնությունը, կենդանական աշխարհը, շրջակա միջավայրը, իր մաքուր լինելը, իր ազգի տղաներին, սպորտսմեններին, արվեստագետներին, հերոսներին, չկարողացավ գնահատել ոչինչ, որովհետև մենք չունենք կրթական համակարգ, մենք չունենք ուսուցիչներ, մեր ուսուցիչները պատրաստ են զբաղվել պնակալեզությամբ, շողոքորթությամբ, հետույք մտնելով, կաշառքով, վերցնելով, մարտի 8, ապրիլի 7 եւ այլն, բայց ոչ երբեք երեխա դաստիարակելով։ Տեսանք հոկտեմբերանի դեպքը եւ առհասարակ 30,000 ուսուցիչ եւ նման վիճակ։ Մեր ազգի ներկայացուցիչները, մեր հայ մարդկանց մեծ մասը, իրենց տղամարդը համարում, պատրիոտը համարում միայն այն պարագայում, երբ որ իա տունը լավա ապրում, տունը լավ ռեմոնտա, պլոսկի էկրան, $2000 տելևիզատոր, խոլեր, մոլեր, ամեն ինչ, այնտեղ ֆիոնավի, լուսեր, կրեսլո, զուքարան, բաղնի, կաֆել, մետլակ, չոտկի, խալի, կավրալիտ, Ռոյս-Ռոյսնի, մայբախնի, լիմուզինի, զարդարանք, մարդարանք, իա ընտանիքին, սիրացին, ըլնի, մնացածի հայրիկը անիցեմ ես, այս վիճակն է մեր մոտ, դրա համար էլ մենք այս վիճակի մեջ ենք, դրա համար էլ մենք ազգ և պետություն չենք դառնա, դա համար երբ որ մարդիկ ասում են դոգը մտնում է մարդկանց տները, դոգը մարդկանց տները խիա մտնում, դոգը մարդկանց չինովնիկների տները մտնում է նրա համար, որովհետև այդ չինովնիկը իա տնից դուրս ուրիշ ոչ մի բանի վրա հետաքրքրություն չունի, խոռոփած ունի պետություն, կրթություն, առողջապահություն, գիտություն, զինվոր, բանակ, աշակերտ, ծնո, ամեն ինչի վրա, դլոն կա, դլոյի հելած բջերը կան, վերջացավ, իան բան չի հետաքրքրում, վար օրինակ Վահե Վահան ես երկու պորնիկի ծնունդները, չէ, հանուն փողի, խոռոփած ունեցան ամեն ինչի վրա, ասма գաղափար, ինչ գաղափար, գագոն մամայի ծծծնի, ինչ գաղափար, այս վիճակն է, եւ այսօր ես եւ հպարտություն եմ ապրում, եւ ամոթանք եմ ապրում, որ Փարիստեղ հային պատվել գիտեն, Հայաստանի Հանրապետություն տեղ հայ վրա խոռոփած ունեն, հայը հայի վրա, խնդիրը սա է։ Սա է մեր տրագեդիա, մենք մեր հերոսների նկարները պոկում հանում ենք, դպրոցից, զորամասերից, ասում ենք ռեմոնտա, ռեմոնտանողի մորն էլ ծսցնեմ, հրաման տվողի մորն էլ ծսցնեմ, հանողի մորն էլ ծսցնեմ, վայն եկավ տարավ կոնկրետ մի դպրոց, որը որ ֆիքսվել է, վայն եկավ է դպրոցի տնօրենին տարավ, և Կանազի պոլիկլինիկան, իսկ մենք
ունենալով ազգային ժողովի պատգամավորներ, այսպես կոչված ընդդիմադիր 0 մենք մեր հերոսների նկարները փոկում ենք ոչինչ հասնում ենք ազգայինը Գարեգի Նժդեհան նստում խլեշում Ժաննա Անդրեասյանը բայց Նժդեհի գաղափարախոսությունը կարդացող քարոզողի չերեն սունած արծիվներ խաչիկեր եւ այլն չի լմասի Ժաննա Անդրեասյան որ զանգինք ձեռի վրա Արիմյացիսյան քե սառը խերպատիվ տամ սիրտը թովանա դու ո՞ց ես Գարեգի Նժդեհ խլեշում հա Հասկանում եք բանը պարադոքս այսինքն այս ամեն ինչ էս հանրապետականի Գարեգի Նժդեյան Ուսմունք Նժդեի ժառանգներ չգիտեմ ինչ անուններ էին դրել այս ամենը միֆ էր կեղծիք էր երբեք հանրապետական կուսակցությունը ազգային գաղափարախոսության վրա չի եղել Այսօր որ մենք ունենք այս կրթական մակարդակը ունենք Նիկոլի նման Սիսիի նման Ճուշպալորի նման Ուսուշուհու նման կադրեր Սա հանրապետական կուսակցության ֆենված մազեր այս հենց սիրամարգի ворի նման բացած տնօրեններ ունենալու արդյունքն է եւ դաստիարակությունն է Եվ այսօր ես ասում եմ եւ հպարտանում եմ եւ գեդին եմ մտնում որ օտար ազգը Միսակ Մանուշյանին կարահանի դնի իա գլխին մենք մեր հերոսների մեր 18-20 տարեկան զոհվել է հանուն Հայաստանի ոսոր ընդեղ ասում զոհվել է հանուն Ֆրանսիայի զոհվել է հանուն Հայաստանի մարդկանց նկարները մենք փոկում հանում ենք եւ դպրոցի ուսուցիչները աշակերտները լաշակերտները մի կողմ ծնողները եւ չեն ասում այ տնորեն մամայի ծածցնեմ էսի չես անում արա Ընդդիմադիր պատգամավորները չեն մտնում կանազի պոլիկլինիկայի գլխավորին ասեն բալեքի բենի մեջ տնեմ նկարները ուր են բայց ասում են Վարդան Ղուկասյանը անշնորհք մարդ է ընտանիք հակ մտնեմ փղեր հնդիկներ պարսիկներ արաբներ դելֆիներ սիրամարգեր բերեմ լցում մարդկանց տները բայց ես քեզ հարց եմ տալիս կուլտուրական մարդ Ես քեզ հարց եմ տալիս կուլտուրական քաղաքացի էթիկա եւ էսթետիկա Ինչպես կարող ենք վարվել մի ազգի հետ Ինչպես կարող ենք վարվել մի մարդու հետ ում ձեռքը բարձրանում է պատից պոկել զոհված զինծառայողների ազգային հերոսների լուսանկարները բացատրել դա ռեմոնտով Պոկել, որովհետև դա չի ուզում Ադրբեջանը Պոկել, որովհետև պետք է երեխաներին իմ սիրելի երեխաներին դաստիարակել անազգ, անհայրենիք Որպեսզի նա չհասկանա ինչա նշանակում պետություն, չհասկանա ինչա նշանակում անկախություն, չհասկանա ինչա նշանակում մարդ, ծնող երկիր, նման մարդկանց ո՞ց կարելի է վերաբերվել։ Եվ ես նորից օգտագործելով այս տաղավարը դիմում եմ իմ երիտասարդությանը, իմ աշակերտներին, սիրելի աշակերտներ, խնդրում եմ ձեզ, ես Վարդան Ղուկասյանս, պետական գործիչ Խնդրում եմ ձեզ ուշադիր լինել ձեր դպրոցներում փակցված փառքի անկյունների նկատմամբ Եթե կտեսնեք որևիցե լուսանկար զինվորի ազգային հերոսի հեռացվում է ձեր դպրոցի փառքի անկյունից անմիջապես ֆիքսեք անգամ հեռացնողը ով է եղել որ ուսուցիչը որ ուսմասվարը որ պլոտնիկը մոտեցավ դա հեռացրեց իսկ ես ավելին խնդրեմ ձեզ որ դուք անպայման դիտողություն անեք չթողնեք ծեծեք թքեք մրեք հայոյեք խլեշեք խռեք նման ուսուցչուհուն նման ուսմասվարին նման տնօրենին ով կփորձի հայրենիքի համար կյանքը տված Զինվորի կամ ազգային հերոսի լուսանկարը պոկել դպրոցի փառքի անկյունից Իսկ մեր զինվորականներին մեր
Գնդի հրամանատար սպաներ կորպուսի հրամանատարները, ես ասում եմ թքեմ ձեր երեսին, դուք սպա կոչվելու, մարդ կոչվելու իրավունք չունեք։ Դուք տենալով ոնց են ձեր զորամասից հեռացնում ազգային հերոսների, զոհվածների, զինծառայողների լուսանկարները, դուք հանուն աշխատավարձի լռում եք։ Աշխատավարձը մի աշխատավարձ լինի 200-250 հազար դրամ ամսեկան։ Ուրեմն ես կարող եմ ասել, որ ձեզ կարելի է 250 հազար դրամ քաշ տալ եւ տեղում ծծցնել։ Եթե դու պիտի մի ամիս որտաս, որ քեզ 250 հազար դրամ, 300 հազար դրամ փող տան, ես պատրաստ եմ ձեզ 300 հազար դրամ տամ, մի մինետի համար, որ ձեզ ծծցնեմ, պագոնից բռնեմ եւ ծծցնեմ, վերջում էլ այդ 300 հազար դրամը ասես լցեմ ձեր քիթու բենին, որովհետեւ դուք սպա կոչվելու, մարդ կոչվելու իրավունք չունեք։ Էսա դարել մեր երկիրը եւ այո ես իրավունք ունեմ մտնելու նման մարդկանց տներ, նման մարդկանց տները խայտարակել, վարկաբեկել, ոչնչացնել, հավասարացնել հողին, որովհետեւ դուք այն նման մարդիկ նույնը անում եք իմ երկրի գլխին, մասսայական այսօր ես հպարտություն եմ ապրում, բայց եւ ամոթ եմ ապրում, որ Ֆրանսիայում պիտի նման ձևով հարգեն իմ հերոսին, ազգությամբ հային, իսկ ես իմ երկրում պատերից պիտի պոկեմ իմ հերոսների լուսանկարները։ Տարբերությունը զգացեք եւ հիմա գնալ քնելուց առաջ գլուխները որ կդնեք բարձին, ձեր մեջ ինքներդ մտածեք Վարդան Ղուկասյանի ասացի մեջ սխալ բան քանի տոկոսն է կազմում։ Եվ ես կանից հետո ոնց կարելի է չհայոյել։ Հարց, ոնց կարելի է նման մարդկանց ընտանիքով չպղծել։ Երկիր, դուք իմ երկիրն եք պղծում, դուք իմ ապագա սերունդն եք պղծում։ Ես ոնց կարող եմ նստեմ ու հանգստանամ ասեմ վայ, սրա երեխեն ա ոնց բան չասել։ Երեխուն բան, այ բալամ, դուք մի ամբողջ սերունդ ինձ եւ դասիրակեցիք, որ այսօր արհամարական են նայում ամեն ինչին։ Եվ միակ հայրենասիրական միկրոֆոնը էսա մնացել։ Սա է մնացել։ Ուրիշ նեմա։ Ուրիշ խոսող չկա, Սաղաթորա կռիվ են նույն Ֆերդինանդ, հելի գնա մտի պոլիկնիկա, մտի դպրոցնայի տես որ հանել են, պոկել են, դրա մասին խոսացեք, թույլ մի տվեք, ջնջել իտակ պատմության դասագրքերը մաքրին, ցեղասպանությունը մաքրին, կոմիտասը ծնվել է Անատոլիայում, ինչ խերրիս Անատոլիա, էլի ամեն ինչը սենց, զոմբի ավարի, լռելով, հետո դուք վերանում եք որպես ազգ, ձեզ ֆրանսիացին հիշում է որպես հայ, բայց դուք ձեզ որպես հայ այլևս չեք հիշում։ Լափելնի, սեքսելնի, դլոնելնի, վերջացավ։ Վաղ մյուսոլ դա էլ կվերջանա։ Այսօր այսքանը։ Սիրում եմ ձեզ իմ աշակերտներ։